բարև ձեզ, մեր շատ սիրելի հեռուստադիտող։ Բարելույս բոլորին այսօր հուլիսի 16-ն է, օրը երկուշաբթի է։ Այո, աշխատանքային շաբաթը սկսված է, չնայած թեժ ամառև աշխատելու զահլա չկա, այդպես ասած, բայց ուզած է։ Պարզվում է երկուշաբթի օրերին զարթուցիչն արհամարելու աշխատանքից ուշանալու ողջ օրը ոչինչ չանելու մեծ ցանկություն ունենալու հավանականությունն ավելի մեծ է, քան շաբաթվա որևէ այլ օրվա։ Հատկապես այս երկուշաբթի, որովհետև այսօր կարծես թե անձրևային է եղանակը եւ մի փոքր ավելի երևի թե դժվար է աշխատել, թեպետ շոքեր բողոքում էին կարևից եւ այլն։ Հիմա էլ բողոքում ենք անձրև։ Մեզ էլ բողոքելու արկ։ Մի խոսքով բողոքելու արկ է, պետք իսկապես։ Եղանակը հոյակապ է, աշխատանքը շաբաթ աշխատանքային է։ Իսկ եթե ձեզ համար եւս բարդ է կենտրոնանալ աշխատանքային տրամադրություն այսպես միացնել, հա, եթե կարելի է այդպես ասել, առաջարկում ենք հետևել տատիկի օրինակին, հենց այս պահին կտեսնենք այդ տատիկին մեր էկրաններին։ Տեսեք թե ինչպես է նա ինքն իրեն տրամադրում։ Տատիկը պարմայր Որպես ապշեցնում է տատիկը։ Այո, լավ է, շատ լավ բարեց։ Ամենայն դեպս վստահ եմ այդ ուտեստը շատ համեղ է լինելու, որովհետև լավ տրամադրությամբ է պատրաստված։ Դրական էներգիա է տվել այդ ուտեստին եւ ինչպես տեսնում եք յուրաքանչյուր կենցաղային սովորական այդպես աշխատանք կարելի անել պարելով եւ տրամադրությունն ավելի կբարձրանա։ Այո։ Ասում են թե արձակուրդի պլանավորումը օգնում է խուսափել դրա բացակայության պատճառով սպառնացող ընկճախտից։ Վիճակագրությունը փաստում է, որ արձակուրդային սիրավեպերի 4%-ն ավարտվում է ամուսնությամբ։ Իսկ մնացածը ուղղակի լավ սիրավեպ է մնում։ 50% ունենում են ավելի քան 1 շաբաթվա կյանք, իսկ 20%-ը 1 օր են տևում ընդամենը։ Եվ բայց հետո կարելի ասել 90% հետո բուժվում ես վեներական հիվանդություններից։ Մենդելեևն իր հայտնի աղյուսակը բացահայտել է արձակուրդի առաջին իսկ օրը, քանի որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ էր հանգիստ եւ երկար քնել ու մտապահել էր կարևոր երազը քիմիական տարրերի աղյուսակի պատկերը։ Անգամ հանգստի ժամանակ նա չի հանգստացել։ Նա չի հանգստացել, Մենդելեևը միշտ փոքր ուղղակի միտքն է հանգստացել եւ դա է պատճառը, որ մենք ունենք Մենդելեևի աղյուսակը։ Ամառային արձակուրդ առանց աղյուսակի ո՞նց դիաբրենք, ասա։ Բա չենք կարող։ Ամառային արձակուրդներին ընդառաջ զբոսաշրջության ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս հյուրանոցային համար ամրագրելիս ընտրություն անել երրորդ եւ դրանից ավելի վերև ընկած հարկերի միջև։ Վիճակագրության համաձայն հյուրանոցային գողերը աշխատում են առաջին եւ երկրորդ հարկերում հեշտ ու արագ փախչելու հնարավորություն ունենալու համար։ Բայց չեմ ասում հյուրանոցային գողը ինչ պիտի գողանա, ասենք մարդու, չէ՞ որ նա ասեն։ Դե գումար ես հետդ տանում։ Դե գումարը այնտեղ հատուկ սեյֆեր կան, դե սպանում։ Սեյֆն էլ է տանում երևի։ Հա։ Դե բա Քեզ քանի անգամ են տարել քո սեյֆը։ Ոչ մի անգամ։ Իմն էլ ոչ մի անգամ։ Հուսանք չի էլ լինի։ Հա էլի։ Կանխիկ Ոչ գումար ունենք, ոչ սեյֆ։ Ինչներս պիտան։ Կանխիկ գումարը փորձագետները հանգստացողներին խորհուրդ են տալիս պահել կոշիկի եւ կամ շրթներքի կափարիչ։ Ես չեմ ասում, այդ ինչ տրակած հյուրանոցներն էլի եմ ասում, հյուրանոցներում կա սեյֆ պահարաններ կարելի կոդ Մնացած թանկարժեք իրերն էլ ասում են դասավորեք տարբեր պայուսակների գրպան։ Լավ, հուսանք որ այն հյուրանոցում որտեղ դուք կհայտնվեք շուտով կլինեն սեյֆեր ամեն դեպքում, որովհետև դա է կարծես թե միակ հնարավորությունը։ Համել այդքան փող վերցնելը որն է, միջազգային քարտ ունեցեք, ընդդեմ քաշեք վեր, մի քանի տոկոս ապահով է, բայց գիտես որ ապահով է, չէ՞։ Դա քարտը կորի։ Լավ, անի ջան, այդտենց հորրետ բավոր գնես մեքենայի տակ, հակարող է։ Լավ, անցնենք առաջ, խոսենք ուրախ բաների մասին։ Օրինակ կենդանիների։ Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետանկերությունը տարվա ամենագեղեցիկ բուսակերը ճանաչել անգլիացի դերասան Բենեդիկտ Քեմբերբեթչին։ Ավելի վաղ այդ պատվավոր կոչմանն առանցել է Մայլի Սայրոսը, Ջեսիկա Չեսթեյնը, Լիամ Հիմսվորդը, Ջարեդ Լետոն, Նատալի Պորտմանը, Ալիսիա Սիլվերստոնը եւ շատ ու շատ այլ հայտնի եւ գեղեցիկ փաստորեն նաեւ աստղեր։ Այո, գեղեցիկ աստղերից կարելի է նաեւ ասել Անի Ահարոնյանին, որ նույնպես բուսակեր է, համենայնիվ կենթանակեր չի։ Կենթաններից ուտում ամենակ իմ կյանքը։
Իսկ հիմա սիրելի հեռուստադիտող առաջարկում ենք լսել երաժշտություն վերջնականապես արթնանալ, որովհետև կարևորը որ հով է։ Եթե չարտանաքել հոգս է։ Մենք մի քիչ կամաց խոսենք, որպեսզի ձեզ չխանգարեն գնացին։ Չէ, բայց դե արթնանան ամեն դեպքում։ Հələ հələ։ Գոր Սուջյանը երկեց մեզ համար։ Ես հիմա ստեղ նստած եմ անի հետ եւ չեք պատկերացնում, թե ինչ ուժեղ է մեր տաղավարում անձրևի ձայնը։ Չգիտեմ ձեզ հասնում է թե ոչ, բայց ամենայնիվս նրանք, ովքեր որ Կիևյանի տարածքում են ապրում, երևի թե լսում են, թե ինչ է կատարվում դուրսը։ Տեսնում են եւ գուցե այս պահին անձրևի տակ են, բոլորին ցանկանան կամուր անձրևանոցներ, բայց ամեն դեպքում, քանի որ բավական շոկ է այս համար, կարծում եմ այս անձրևը մի փոքր մեզ կզովացնի։ Ինչպես մեզ, այնպես էլ բնությանը, ծառերը հիմա կջրվեն վերջապես։ Այո, կատուները, շները, իհարկե, դե լուրերը աշխարհից, բայց չտեսնենք աշխարհում ինչ կա։ Լուրերը աշխարհից, այո։ Պարզա, մնացած։ Թե ինչ է կատարվում աշխարհում, պարզենք հենց հիմա։ Ռումինիայի Քլուջ-Նաբոկա քաղաքում մաթեմատիկա առարկայի օլիմպիադային մասնակցած հայ դպրոցականները մեդալներով են վերադառնում հայրենիք։ Շատ ուրախ ենք մեդալների համար։ Հայաստանի դպրոցականների թիմի բոլոր 6 մասնակիցներն արժանացել են մեդալների։ Ապրեն մեր 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ ունենք մենք։ Ապրեն մեր երեխեքը, ասեմ, այս երկրապագան երեխեքն են, այո։ Այո, արծաթե մեդալի են արժանացել Վահան Մարտիրոսյանն ու Ալեքսանդր Կարալյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Լյովա Փանոսյանը, Գագիկ Մառաքյանը, Նատալի Մուրադյանն ու Տիգրան Չչչյանը։ Բոլորին շնորհավորում ենք եւ հուսանք, որ այսուհետ կլինեն ոչ միայն բրոնզե եւ արծաթե, այլ նաեւ ոսկե մեդալներ։ Այս ազգանները մեզ դեռ ոչինչ չեն ասում, բայց ով գիտի, միգուցե նրանցից ինչ որ մեկը դառնա շատ խոշոր գիտնական եւ ավելի շատ օգուտ տա մեր հայրենիքին։ Օլիմպիադային մասնակցել են 108 երկրի թիմ 594 մասնակիցներով եւ բավական լուրջ հաջողություն է սա այս Իհարկե, այո, շատ ուրախ եմ։ Մերձավոր Արևելքից Եվրոպա մեկնած զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքի պատճառով Ֆրանսիայի ափամերձ քաղաքների իշխանությունները սկսել են լողափնյա դրեսկոդ սահմանել։ Որոշ ժամանակ ոստիկանությունը թույլ չէր տալիս լողալ մահմեդականների լողազգեստներով, որոնք գրեթե ամբողջությամբ ծածկում էին ողջ մարմինը։ Այո, բայց չտեսնեք ով է լողանում, ինչ է լողանում։ Դրան ի պատասխան սոցիալական ցանցերում օգտատերերը սկսել են արշավ, որի շրջանակներում պահանջում են հանգստացող տղամարդկանց արգելել նեղլողազգեստ կրել, եթե նրանք գեր են եւ կարող են չհամապատասխանել էսթետիկ գեղեցկության չափանիշներին։ Այ քեզ բանը, մի տղամարդը մի քիչ գեր է, հետո չլողա, լեն բանա պետք է, պարաշուտ։ Չգիտեմ ով ինչ է ուզում հագնել լողափում, ամեն դեպքում ամենակարևորի մասին մոռացանք։ Երեք վերջապես աշխարհի առաջնության ֆինալներ եւ Ֆրանսիան հաղթեց, շնորհավորում 4-2, եթե չեմ սխալվում, շնորհավորում ենք Ֆրանսիային, բոլոր երկրպագուներին եւ ցանկանում ենք, ինչ ենք ցանկանում։ Հաջողություն եւ չէ։ Ինչ ցանկանանք։ Ֆուտբոլիստը բոլոր խաղերը լինեն նույնքան հետաքրքիր եւ այսպես հուզական։ Որովհետև ամեն դեպքում երբ լավ խաղաց նայում չեմ սխալվում երկրորդ անգամ դարձավ։ Այո, Ֆրանսիան եւս մեկ անգամ եղել էր աշխարհի չեմպիոն։ Ապրեն բոլորին շնորհավորում ենք, ես շատ ուրախ եմ, որ վերջապես աշխարհի առաջնությունը վերջացավ, որովհետև ամեն անգամ պիտի ինչ-որ բան գտնեի կարթայարակ, որ ասեի, դե ինչ վերջացավ, հիմա կարող ենք ապրել մեր հանգիստ կյանքով։ Իսկ ես հուսամ, որ Հայաստանի հավաքականը երբևիցե կմասնակցի աշխարհի առաջնությանը, մենք վատը չենք, մենք էլ իրավունք ունենանք մեր նորմալ թիմը, ես կոչ եմ անում մեր բոլոր ֆուտբոլասերներին վերջապես այդ հարցը լուծել, փոխեք ֆուտբոլի ղեկավարությանը եւ որպեսզի մենք ունենանք նորմալ, արժանավայել, արժանապատիվ հավաքական։ Եթե չեմ սխալվում, շուտով պիտի ասում են, թե ընտրություններ են լինելու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ են ընտրելու եւ մեր թիմը լավն է իրականում, մեզ պարզապես ճիշտ ղեկավար է հարկավոր։ Մեր թիմը շատ վատն է, մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, այդպես կարելի է ասել։ Լավ, ունենք հրաշալի ֆուտբոլիստներ, որոնց ուղղակի ճիշտ ուղղորդումը պետք է նորմալ ֆինանսավորում։ Վստահ ենք, որ որոշ ժամանակ հետո լավ, վերջ, հիմա բոլորին հաջողություն անցնենք առաջ, ֆուտբոլային թեման ավարտված է։ Mastercard ընկերությունը ներկայացրել է հանգստի համար քաղաք ուղղությունների ամենամյա գլոբալ ինդեքսը։ Ըստ այդ հետազոտության 2018 թվականի Եվրոպայի ամենազբոսաշրջային քաղաքներ են ճանաչվել Բանգկոկը, Լոնդոնը եւ Փարիզը։ Իսկ 2017 թվականին Եվրոպայում բնակվելու լավագույն քաղաքի կոչումը ստացել է Վիեննան։ Դրանից առաջ էլ 2016 թվականին World Travel Awards-ի տվյալներով երկրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի ամենազբոսաշրջային ուղղությունը ճանաչվել էր Սանկտ Պետերբուրգը։ Ինչպես տեսնում եք, Ռուսաստանն էլ լավ, այսպես դիրքեր է գրավում։ Այսօր պարզելու ենք, թե որոնք են 2018 թվականի զբոսաշրջային լավագույն ուղղությունները։ Այդ գործում, ինչպես միշտ մեզ օգնության է գալիս մոլորակի շուրջ։ Բայց մենք մի հատ կընդմիջենք գովազդով, հետո լավ, հրաշալի, դիտենք գովազդ, հետո մոլորակի շուրջ։ Գնացինք։
Իսկ հիմա այո, մոլորակի շուրջը որ խոստացել էինք ձեզ։ 2018 թվականի լավագույն ուղղությունները հանգստի համար։ Գնացինք։ Ուր գնալ, ինչ տեսնել եւ որտեղ վայելել լավագույն հանգիստ հեղինակավոր կայքերը պատրաստ են օգնել այդ հարցում։ Եվ այսպես 2018 թվականի լավագույն ուղղությունները հաջորդ թիվ։ Խաղաղ օվկիանոսի ափին սփռված էկզոտիկ Չիլի, աշխարհի ամենասիրառատ ու ջերմ ժողովուրդներից մեկի հայրենիքը։ Պատե եւ անպատե առիթի համբույրներ շռայլող չիլիացիների երկիրը ճանաչվել է 2018 թվականի լավագույն ուղղություններից մեկը։ Այս զարմանահրաշ երկրում գրեթե չկան այնպիսի վայրեր, որտեղ չարժե այցելել։ Չիլին համարվում է աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը։ Հազարամյա պատմություն, գեղեցիկ լանդշաֆտներ, շքեղ լեռներ ու ապշեցնող լեռնահովիտներ, տեղի կոլորիտային բնակչություն, էկզոտիկ ու համեղ խոհանոց եւ արագ զարգացող տնտեսություն։ Այս ամենը միասին Չիլին դարձնում են ամենագրավիչ երկրներից մեկը։ Չիլիի ամենահայտնի տեսարժան վայրերից են Չոնգարա լիճը, Պարինակոտա հրաբուխը, Ատակամա անապատը, Միսկանտի ծովածոցը, Տորես դել Պայն գրանիտեսյուները, Պատագոնիայի ճարտարապետական հուշարձանները, Չատկի կղզին եւ էլի շատ դիտարժան վայրեր։ Երկրի մշակույթն առանձնանում է իր բազմազանությամբ, իր մեջ միավորելով տարբեր ազգերի մշակույթներ։ Չիլիացիները նաեւ շատ հյուրընկալ են ու բարեհամբույր։ Նրանց այս տեսակն ավելի է ոգևորում զբոսաշրջիկներին, վայելելու Չիլին որպես երկիր հանգստավայր։ Տեղափոխվենք Արևելյան Ասիա, ուր ողջ հմայքով ու 21-րդ դարի սքանչելիությամբ սփռված է Հարավային Կորեան, աշխարհի գերարագ զարգացող պետություններից մեկը։ Շուրջ 51 միլիոն բնակչությամբ եւ բարձր կենսամակարդակով Հարավային Կորեան զբոսաշրջային հեղինակավոր կայքերի ուսումնասիրությունների արդյունքում նույնպես հայտնվել է թե լավագույն, թե ամենացանկալի երկրների շարքում։ Կորեան գրավիչ է նաև իր հարուստ թովիճ բնության շնորհիվ, այն աշխարհի ամենականաչ երկրներից է, որի տարածքի 70%-ը կազմում են անտառներն ու թփուտները։ Երբեմնի հետամնաց երկիրը Հարավային Կորեան իր գերժամանակակից մայրաքաղաք Սեուլով աշխարհին ապշեցնում է տնտեսական աճի աննախադեպ տեմպերով, ինչին զուգահեռ կտրուկ աճում է նաև Նոր Կորեայով հետաքրքրված զբոսաշրջիկների թիվը։ Տնտեսության կարևորագույն ճյուղերից է նավաշինությունը, առաջատար դիրքերում է նաև էլեկտրոնիկայի, հեռուստացույցների եւ ավտոմեքենաների արտադրության ծավալներով։ Հարավային Կորեայում ստեղծվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանում զբոսաշրջիկներին օգնելու նպատակով։ Ստորաբաժանման կազմում 100 երիտասարդ աշխատակիցներ են ընդգրկված, որոնք տիրապետում են մի քանի օտար լեզվի՝ անգլերեն, ճապոներեն, չինարեն եւ այլն։ Երկրում գործում է նաև մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության նախարարություն։ Երկրորդ տարին անընդմեջ Պորտուգալիան ճանաչվում է զբոսաշրջության լավագույն ուղղությունը Եվրոպայում, հաղթելով զբոսաշրջային Օսկար հիմնական անվանակարգում եւ արժանանալով World Travel Awards 2018-ի մրցանակին։ Բացի գլխավոր մրցանակից, Պորտուգալիան ստացել է նաև Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային բյուրո տիտղոսը։ Մադեյրան ճանաչվել է լավագույն կղզի, Լիսաբոնը լավագույն քաղաք։ Պիրենեյան թերակղզու արևմուտքում սփռված Պորտուգալիայի առավել թեժ զբոսաշրջային վայրերն են Լիսաբոնը, Ալգարվեն, Մադեյրան, Պորտուն, Ալենտեժուն։ Մայրաքաղաք Լիսաբոնին որպես կանոն բաժին է հասնում զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը։ Այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է, հագեցած բազմադարյա պատմությամբ, միջնադարյան գողտրիկ փողոցներով, արքունական պալատներով, որոնք ստիպում են կորցնել ժամանակի զգացողությունը։ Միևնույն ժամանակ լավագույն քաղաք ճանաչված Լիսաբոնը ժամանակակից մեգապոլիս է, ժամանակակից ենթակառուցվածքով ու ժամանցի վայրերով։ Պորտուգալացիները նաև շատ են սիրում տոներ, նրանց համար տոնի առիթ կարող են դառնալ սրբերը, ուխտագնացությունները, տոնավաճառները եւ այլն։
Երկրի հյուսիսում բոլոր փոքրիկ գյուղերն ունեն իրենց տոները երգերով, պարերով, հրավառություններով եւ յուրօրինակ ծիսակատարություններով, իսկ նման զվարճությունները ել ավելի են գայթակղում զվարճասեր զբոսաշրջիկների։ Pelos salões arrastando o seu vestido rendado. 2018 թվականի լավագույն ուղղությունների շարքում է դիցաբանական Հունաստանը, հինավուրց ու նոր երկիր, որը նախորդ տարիներին հաղթող է ճանաչվել մի քանի զբոսաշրջային անվանակարգերում։ Այսպես 2013 թվականին Հունաստանը լավագույնն էր որպես ընտանեկան հանգստի երկիր, 2014 թվականին որպես ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություն Եվրոպայում, 2015 թվականին լավագույն երկիր լողափնյա հանգստի համար, 2016 թվականին հնագույն հուշարձաններով հարուստ վայր, 2017 թվականին լավագույն կղզի հանգստավայր։ Հնավայրերով, թանգարաններով, գեղատեսիլ քաղաքներով հարուստ Հունաստանն այս տարի եւս մի շարք մրցանակների արժանացել։ Լավագույն լողափեր անվանակարգում հաղթող է ճանաչվել հունական Պենեպոնիսը, իսկ կարճատև հանգստի լավագույն քաղաք Աթենքը։ Հունաստանն ունի հսկայական թվով կղզիներ, որոնցից ամենազբոսաշրջայինները համարվում են Կրետեն, Սանտորինին, Հրոդոսը, Միկոնոսը, Կորֆուն, Միլոսը եւ այլն։ Հունաստանի եկամտի մեծ մասը գալիս է զբոսաշրջությունից։ Առասպելական երկիր է այցելում տարեկան շուրջ 18 միլիոն զբոսաշրջիկ։ Երկիր, որը միավորում է ափամերձ հանգիստը, շքեղ կյանքն ու գիշերային թեժ ժամանցը։ Գանձերով լի կղզի համարվող Մալթան նույնպես լավագույնների ցանկում է։ Մալթայում զբոսաշրջիկներին գրավում է մաքուր ծովն ու բազմաթիվ տեսարժան վայրերը։ Հայեցած էքսկուրսիոն ծրագրերը դեպի լեռներ ու պատմական հուշարձաններ, դայվինգը եւ ժամանակակից հանգստի այլ տեսակներ։ Մոտ 700,000 բնակչության Մալթայում ողջ տարին անցկացվում են ցուցադրություններ, փառատոներ, սպորտային մրցույթներ, որոնց շնորհիվ նաև Մալթան հայտնվել է աշխարհի զբոսաշրջության ուշադրության կենտրոնում։ Զբոսաշրջիկներին գերում է նաև Մալթայի հարուստ խոհանոցը, որին հրաշալի համալրում են համեղ գինիները։ Զբոսաշրջությանը նպաստում է նաև իդեալական եղանակը՝ տաք ու առողջ երաշ։ Այստեղ գրեթե երբեք չեն լինում սառը քամիներ, մառախուղներ, ձյուն եւ կամ կարկուտ։ Վերլուծաբանների համատեղ եզրակացությամբ 2018 թվականի ամենամատչելի ուղղությունների ցանկում է մեր հարևան Վրաստանը։ Տպավորիչ լանդշաֆտով, ծովափնյա քաղաքներով, ախորժելի խոհանոցով ու գինիներով կանչող Վրաստանը նաև մատչելիության շնորհիվ է, որ հայտնվել է ամենացանկալի ուղղությունների շարքում։ Զեկույցում նշվում է, որ Նյու Յորքի համեմատ Վրաստանում կյանքը 70%-ով էժան է, վարձակալության գները 90%-ով, իսկ մթերքի գները 30%-ով ավելի ցածր։ Իսկ եթե այս ամենին ավելացնենք համեղ գինին ընդամենը $3-4 մեկ շշի համար, ապա Վրաստանն իրապես լավագույն ընտրությունը կարող է լինել։ Զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից է, եւ զբոսաշրջության ազգային վարչակազմն առավելագույն ջանքեր է գործադրում դրա հետագա զարգացման համար։ Համեմատության համար ասենք, որ 2017 թվականին Վրաստան է այցելել շուրջ 7.5 միլիոն զբոսաշրջիկ, մոտ 1.5 միլիոնով ավելի, քան 2016 թվականին էր։ Լավագույն ու մատչելի զբոսաշրջային ուղղությունների շարքը համալրող Վրաստանն այս տարի ներառվել է նաև ապրելու համար ամենահարմար երկրների շարքում։ Ահա այսպիսի հանգստավետ, գրավիչ ու միշտ ցանկալի զբոսաշրջային երկրներ։ Ահա եւ նախընտրելի ուղությունները սիրելիներս գնացեք եւ հանգստացեք հայրենիքից մի քիչ։ Հայրենիքը լավ է, երբ որ իրեն լքում ես, գոնե կես տարի մեկ։ Ես կարող եմ ասել, որ իհարկե դեռ չենք կարող ներգրավել մեզ այս ցուցակում ամենանախընտրելի ուղությունների, բայց այս տարի վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում էլ շատ են այցելուները եւ երկրի վարկանիշը բարձրացել է, շատ, այո, ոչ միայն այսինքն դրսում բնակվող հայեր են գալիս, այլև ամենատարբեր ազգի ներկայացուցիչներ եւ սա շատ ողջունել է։ Շուտով մենք էլ կլինենք այդ ցուցակում։ Մենք էլ պետք է պատրաստ լինենք, որպեսզի
իրանց լավ ընդունեն, Այո, մենք բարեհամբույր եւ պիտի շատ ջերմ, բարեհամբույր եւ շատ Ոչ ուրախ թե էլի պերֆիկտների էլի եկան, Բացարձակ, համեցեք, ասում ենք մենք եւ անցնում առաջ։ Հարավային Դանիայի ոչխարաբույծների ասոցիացիան ուսումնասիրելով գայլերի դեմ պայքարի զանազան մեթոդներ հանգել է այն եզրակացության, որ լամաները գիշատիչներին վանելու ամենամարտկային միջոցն են։ Այ քեզ բան, լամաներին վիգիշատիչ տեսնում ու վանվում են, տակվում են։ Եվրամիությունում գայլը պահպանվող տեսակ է եւ առանց թույլտվության այդ կենդանիներին հրազենով որսալու դեպքում կարող եք շատ մեծ տուգանքների առջև կանգնել։ Առհասարակ չի կարելի կենդանի սպանել, հիշենք։ Ուստի ֆերմերները ստիպված են լինում դիմել օրենքը շրջանցելու այլ տարբերակին եւ ոչխարներին պաշտպանելու ու գայլերին չնեղացնելու համար Դանիայի գյուղերում դիմում են լամաների օգնությանը։ Այդ երկարավիզ կենդանիները չեն վախենում գայլերից եւ ոչխարներին գամփրներից շատ ավելի լավ են հսկում։ Բա լամաները, որոնք դասվում են ուղտերի ընտանիքին, կարող են շատ ագրեսիվ լինել վտանգի դեպքում, նրանք սոսկալի աղմուկ են բարձրացնում եւ կարող են հարձակվել նեղացնողների վրա, բայց առիթ չի լինում։ Ոչ մեկ գայլերը վախենում ու փախչում են։ Ես օրինակ տեսել եմ մի օրինակ նույն Վաշինգտոնում, երբ որ բոլոր գայլերին ոչնչացել են, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծվել է մի սարսափելի վիճակ։ Շատացել են այսպես ասած խոշոր եղջյուրավորները եւ կատվի նման վազում են ստեղից ընդեղ եւ մարդկանց անգամ վնաս են պատճառում։ Իրականում ամենակարևոր բանը, որ հարկավոր է հիշել, այն է, որ եթե գայլ ունենա անտառում իր այն սնունդը, որին սովոր է, ստիպված չի լինի գնալ գյուղ, այնպես որ սիրելի այն բնակիչներ, ովքեր հատկապես այս տարածքներում են ապրում, մի որսացեք այն, ինչ իրականում գայլի սնունդն է, որովհետև ստիպված դուք եք դառնում որս։ Գնում են ասում լորի որս են գնում, էլի ինչ անենք որ մի երկու հատ լոր խփեցիք, բայց գայլը դու որ գալիս է քո հավն ուտում մի զարմաց։ Պատճառ կա դրան, պատճառը հետևանքային կապը գործում է։ Այսօր հավը կերա, վաղը քեզ կուտի։ Դե ինչ, անցնենք առաջ եւ ժամանակն է հասկանալու թե ինչպիսի եղանակ է մեզ այսօր սպասվում։ Բարի լույս Նորա։ Նորա Սամվելովնա ջան, բարև ձեզ։ Մեզ մոտ ծով է եւ անձրև է, կարծես թե ինչպիսի փոփոխություններ կլինեն օրվա ընթացքում։ Այո, հիմա անձրև է գալիս, իսկ այն մարզերում, որտեղ անձրև չկա, մինչև օրվա վերջ հաստատ կլինի։ Հա, դες փչելու ենք ամպերը տանենք ընդեղ։ Լավ, առավել մանրամասն։ Որ չնեղվեն էլի մեզանից։ Աշոցքում կարողա զունգա Նորա ջան։ Եթե դեռ չի եկել, կարող է գա։ Մարդ ես էլի, հա։ Լավ, լսում ենք քեզ։ Այդ ձյունը ճիշտ էր ասում։ Հանրապետության տարածքում եղանակն այսօր կպայմանավորվի Սև ծովի շրջաններից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 1-ից 2 աստիճանով։ Վերջապես, շրջանների զգալի մասում էլ գիշերը եւ կեսօրից հետո կլինի անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում չի բացառվում նաեւ կարկուտ։ Որոշ շրջաններում էլ կդիտվի քամուշ գնացում 15-ից 20 մետր վարկյանում։ Արցախում օրը տեղումնարատ կլինի, Ստեփանակերտում ցերեկային ժամերին կգրանցվի մինչեւ 29, գիշերը 19 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում օրը նույնպես անպամած կլինի։ Մեղրիում ցերեկը սպասվում է 34, գիշերը 23, Կապանում ցերեկը 31, գիշերը 18, Գորիսում ցերեկը 25, գիշերը 15 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում օրվա երկրորդ կեսից կլինեն տեղումներ, Ջերմուկում ցերեկային ժամերին կգրանցվի 24, գիշերը 12, Եղեգնաձոր քաղաքում ցերեկը 33, գիշերը մինչև 21 աստիճան տաքություն։ Տեղումնառատ է լինելու նաև Գեղարքունիքում, Մարտունիում ցերեկը սպասվում է 23, գիշերը 13, Գավառում ցերեկը 22, գիշերը 12, Սևանում ցերեկը 24, գիշերը նույնպես 12 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում գիշերը եւ կեսօրից հետո անձրև եւ ամպրոպ կլինի։ Հրազդան քաղաքում ցերեկը սպասվում է 23, գիշերը 13, Աբովյանում ցերեկը կգրանցվի 32, գիշերը մինչև 20 աստիճան տաքություն։ Տեղումնառատ օր կլինի նաև Արարատյան դաշտում։ Արարատի մարզում Արարատ քաղաքում ցերեկը սպասվում է 33, գիշերը 22, Արտաշատ քաղաքում ցերեկը 34, գիշերը 22 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում Արմավիր քաղաքում ցերեկը կգրանցվի 32, գիշերը 20 աստիճան տաքություն, Վաղաշապատում ցերեկը 34, գիշերը 21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում տեղումնառատ կլինի հիմնականում օրվա երկրորդ կեսը։ Աշտարակ քաղաքում ցերեկը սպասվում է 33, գիշերը 19, Ապարանում ցերեկը կգրանցվի 24, գիշերը 11 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում օրը նույնպես անպամած կանցնի։ Իջևանում ցերեկը սպասվում է 25, գիշերը 17, Դիլիջանում ցերեկը 24, գիշերը 15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում անպամած եւ անձրևառատ օր կլինի։ Վանաձոր քաղաքում ցերեկը սպասվում է 23, գիշերը 15, Տարշիրում ցերեկը 21, գիշերը 11 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում նույնպես կլինեն տեղումներ։ Գյումրիում ցերեկային ժամերին կգրանցվի 24, գիշերը մինչև 14 աստիճան տաքություն, Աշոտսկում ցերեկը 21, գիշերը մինչև 10 աստիճան տաքություն։ Այժմ մայրաքաղաքի մասին։ Երևանում տեղումները չեն դադարի մինչև օրվա վերջ։ Քամին հյուսիսարևելյանը 2-ից 5 մետր վայրկյան արագությամբ, երեկոյան ժամերին հնարավոր է նաև ուժգնացում մինչև 15-ից 20 մետր վայրկյանում։ Մթնոլորտային ճնշումը կլինի 660 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը ցերեկը 50%։ Կենտրոնում եւ Շենգավիթում ցերեկը սպասվում է 34, գիշերը մինչև 22, Ավանում ցերեկը 32, գիշերը 20 աստիճան տաքություն։ Այսօրվա զով եղանակի մասին այսքանը։ Անի Սերգեյ։ Շնորհակալություն Նորա, Նորա ջան, ես շատ եմ ուրախանում, որովհետև ի վերջո բնությունը զովանում է, ինչպես եւ մենք։ Եվ փոշին է գնում, եւ այդ տապն է կոտրվում, ասում են, չէ, անձրևը գալիս։ Այսպիսի հետարքիր ամառ ունենք մենք այսօր։ Մի խոսքով, ապրես Նորա, այսօրվա նորությունները հատկապես դուրս եկան։ Այո։ Հուսանք Վաղդել կգաս Նորա ջան, լավ բաներ ասես մեզ։ Կփորձեմ։ Լավ։ Դե ինչ, ինչ վաղը ասում ենք Նորային։ Մինչ վաղը տեսություն։ Դե չէ սոնան որ գալիս է Միշտ երկու եկաշա երկու բարձանում այո, է, ասե բանկը լեմարդասում։ Ես էլ եմ նկատել։ Հա։ Դե ինչ, անցնենք առաջ եւ հիմա Հիշենք մեր շատ գործընկերոջ, բարձր տրամադրությամբ հիշում ենք մեր ընկերներին։ Մեր հաղորդման հովանավորն է Դելտա կլինիկ բժշկական Ուշադրություն, attention։ Դելտա կլինիկում աննախադեպ ակցիաները շարունակվում են եւ այսպես մամոգրաֆիան, անոթների դուպլեքս հետազոտությունը, արգանդի պարանոցի կոլկոսկոպիան կատարվում է 5000 դրամով։ Ողնաշարի 1 հատվածի ռենտգեն հետազոտությունը կատարվում է 3000 դրամով։ Վահանաձև գեղձի հետազոտությունն էլ միանգամայն անվճար է։ Շտապ եք գրանցվել։ Դելտա կլինիկի հասցեն հալեբեն 9 կոզորակ 7 հեռախոսամարի 560 զանգարում ես, հերթագրվում ես եւ առողջացնում։ Այո։ Մեր հաղորդման հովանավորն է ջրաշխարհ համալիրը, որտեղ ձեզ սպասում են բազմապիսի զվարճանքներ։ Նոր բարեփոխումների արդյունքում ջրաշխարհի մուտքի տոմսը դարձել է առավել մատչելի։ Եվ այսպես, մեծահասակների տոմսը 120 սանտիմետր հասակից բարձր արժե 5000 դրամ։ 90-ից 120 սանտիմետր հասակի դեպքում 3000 դրամ, իսկ մինչև 90 սանտիմետրը անվճար է։ Համեցեք եւ գունավորեք ձեր եւ ձեր երեխաների համարը սիրելի ջրաշխարհի օգնությամբ։ Դու մի ուրախացի դու 2 մետր ես, քոնը շատ Այո, թանկ է։ իմ դեպքում զերչեր հաստատ չեն լինի 5000 դրամ։ Միասնիկյանի 40 դա հասցենը եւ հեռախոսամանը 010 63 89 98 նույնը 099 63 89 98 զանգահարեք եւ գրանցվեք։ Նե ինչ, սիրելի հեռուստադիտող, առողջության մասին կշարունակի խոսել Էրովա դեղատոմս էջը մեր սիրելի գործընկերների օգնությամբ։ Գնացինք։ Բարի լույս, եթե ձեզ հետաքրքրում է ձեր օրգանիզմն ու ձեր առողջությունը, ուրեմն շատ ճիշտ է կարել, որ կանգ եք առել այս դեղատոմսի վրա։ Այսօր մենք խոսելու ենք առողջ սննդակարգից եւ ոչ միայն աղու գրգռման համախտանիշ ինչ է դա եւ որ դեպքերում է առաջանում կմանրամասնի Դելտա կլինիկ բժշկական կենտրոնի գաստրոենտերոլոգ Նինա Մուրադյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսպիսով, հիվանդություն, համախտանիշ, ինչ է աղու գրգռման համախտանիշը։ Իրականում սա համախտանիշը իրենից ներկայացնում, որը բավականին տարածվածություն ունի, ըստ ստատիստիկ տվյալների մոտ 15%-ի մոտ առկա է այս համախտանիշը, բայց եթե կանգ առնենք այն մտքի վրա, որ աղու գրգռման համախտանիշով հիվանդները իրենք անձամբ չեն դիմում բժշկի, ելնելով ինչ-ինչ պատճառներից, միգուցե տարածվածությունը ստատիստիկան հասներ մինչև 30%-ի։ Այնքան էլ նշանները արտահայտիչ չեն ու համատեղելի են կյանքի սովորական ընթացքի հետ։ Այն մարդիկ, ովքեր դիմում են բժշկի, կիսատ է մնում հետազոտությունները, որովհետև այս համախտանիշը կարող ենք որպես դիագնոզ ախտորոշել հիվանդի մոտ այն պարագայում, երբ բոլոր հետազոտությունները լինում են առողջ։ Այսինքն հիվանդանում են հիմնականում երիտասարդ կանայք եւ տղամարդիկ։ 50-ից 45-ից բարձր արդեն մենք ունենում ենք ֆոնային հիվանդություններ եւ չեն կարող ամեն ինչը կապել աղու գրգռման համախտանիշի հետ։ Հիմնականում հիվանդության պատճառը ֆունկցիոնալ է, այսինքն ունենք առողջ օրգան համակարգ, բայց ունենք ոչ ճիշտ աշխատանք։ Նորմայում աղիքը պետք է կծկվի վերևից ներքև սնունդը անցկացնելով բերանի խոռոչից ուղղորդելով մինչև հետանցք, այսինքն վերևից ներքև հստակ կծկումներ ենք ունենում։ Աղու գրգռման համախտանիշի դեպքում կծկումները խախտվում են, այն կարող է լինել եւ վերևից եւ ներքևից։ Առաջացնում է կծկման խնդիր, որը բերում է գազի եւ կղանքի կուտակմանը որևիցե աղիքի հատվածում եւ առաջանում է վքնածությունը, ցավային համախտանիշը, այն կարող է ուղղորդվել փոր լուծություններով, փոր կապություններով, Այրոսներով։
Այրոցները կարող են նաև գումարվել, բայց հիմնական ախտանիշը դա ցավային համախտանիշն է, որը կարող է տարբեր տեղակայում ունենալ եւ աջ թուլակողում եւ ձախ թուլակողում, բայց ամենակարևորը համախտանիշին բնորոշ է։ Բացակայում են գիշերային ցավերը, բացակայում է քաշի անկումը, այսինքն հիվանդը գանգատվում է իր սիմպտոմները, այսինքն դա փորացավն է, վքնածությունն է 6 ամիս եւ ավելին, դա պարտադիր է, որպեսզի համախտանիշը կարողանանք դիագնոզել, որտեղ յուրաքանչյուր հիվանդություն ունի ծաղկելու ունակություն, դա լինի գաստրիտ, դա լինի բորբոքում, նա 6 ամսվա ընթացքում մեզ կլինիկան փոփոխություն է տալիս։ Աղու գրգռման համախտանիշի պարագայում 6 ամիս եւ ավելին նա ունենում է նույն համախտանիշ, նույն սիմպտոմները, նրանք ոչ ավելանում են, ոչ պակասում են։ Այսինքն, եթե մարդ ունի ձեր թվարկած սիմպտոմները 3 ամիս շարունակ, դեռ պետք է սպասի եւս 3 ամիս։ Ոչ, սպասելու խոսքը չի գնում սպասելու մասին։ Ուղղակի այդ սիմպտոմները կարող են 6 ամիս եւ ավելի տևել եւ իհարկե Բայց եթե մինչև այդ մենք բացահայտենք ու կանխարգելենք, շատ ավելի լավ կլինի։ Կանխարգելումը կանում է նրանում, եթե մենք հետազոտում ենք հիվանդին, որևիցե օրգանական խնդիր, բորբոքում կամ ինչ-որ օրգանի իջեցում մենք չենք տեսնում, բայց կա գանգատը, ապա այս պարագայում ամենակարևորը օգնում է անամնեզ հասկացողությունը, խոսքը հիվանդի հետ։ Եթե հիվանդը նկարագրում է իր կյանքում ստրեսային ծանր իրավիճակներ, օրինակ ծնողների բաժանումը կամ աշխատանքի վայրում անախորժությունները, որոնք մեծ ստրես է իր համար, ապա նման մարդկանց մոտ, տեսեք, փոքր տարիքում եղել է ծնողների բաժանում, համախտանիշը կարող է զարգանալ 30 տարեկանում, երբ տվյալ անձը հասունանում է եւ դառնում է 30 տարեկան։ Եվ ունենալով փոքր խնդիրներ, գումարվում է աղու գրգռման համախտանիշը։ Այսինքն սա պսիխոէմոցիոնալ հիվանդություն է, այսինքն կապը ուղեղի եւ աղիքի հետ հստակ է։ Ստրես, նախկինում ստրես, որը կարծես թե մոռացության է տրվել, բայց չի անցել, արտահայտվում է արդեն սիմպտոմով, դա ցավն է, դա որովայնային գանգատներով է արտահայտվում։ Այս դեպքում կարևոր է, որպեսզի բուժումը կատարվի հոգեբանի հետ մեկտեղ, քանի որ այստեղ իր դերը ունի նաև հոգեբանական խնդիրները, դեղորայքային բուժման եւ հոգեբանի հետ զրույցների հերթականությունը իհարկե բերում է լիովին առողջացման, բայց իհարկե որպես համախտանիշ անձի համար, որը ունի գանգատները, բացատրել, որ առողջ է, բայց կա խնդիր, որը ունի լուծման տարբերակներ ավելի բարդ է եւ ավելի դժվար է տվյալ անձի համար։ Եվ քանի որ ինքը տարածված համախտանիշ է եւ ցավոք սրտի շատ քչերն են դիմում բժշկի, ես հորդորում եմ նման գանգատների դեպքում չփորձել լուծել խնդիրները տան պայմաններում կամ լռությամբ, այլ խորհուրդ եմ տալիս անպայման դիմել մասնագետին, որտեղ միայն մասնագետը կարող է հասկանալ, դա հիվանդություն է, դա համախտանիշ է, ինչ է տվյալ մարդու օրգանիզմում կատարվում։ Եվ հիշեցնեմ, որ բոլոր գործիքային եւ լաբորատոր հետազոտությունները յուրաքանչյուր հիվանդությունը գտնելու համար հագեցված է դելտա բժշկական կենտրոնը, առավել եւս, որ յուրաքանչյուր մասնագետի առաջնային կոնսուլտացիան կատարվում է լիովին անվճար։ Շնորհակալություն, մնում է այս ամենին ավելացնել, որ ի վերջո չմոռանանք, մենք բոլորս գալիս ենք մանկությունից այնպես, որ մտածենք այդ մասին, քանի դեռ մեր երեխաները փոքր են։ Շնորհակալություն կարևոր խորհուրդների համար, միանշանակ համաձայն եմ, պետք է փոքրուց մտածել երեխաների առողջության մասին ու լավ է, որ մեր ծնողները մտածել են մեր առողջության մասին, երբ մենք փոքր էինք եւ այսպես շարունակ։ Լավ էլ մտածել։ Ճիշտ է, իմ մտային առողջության մասին այնքան էլ չեմ մտածել, դա զգացվում է, բայց ֆիզիկապես շատ առողջ եմ։ Հրաշալի է։ Անցնենք առաջ եւ տեղափոխվենք։ Սպասի, չեմ գտեցի։ Տեղափոխվենք աղմկոտ քաղաքներ։ Ավստրալիայում տաքսու վարորդները օրենքով պարտավոր են մեքենայում մի խուրձ խոտ պահել, հակառակ դեպքում կզրկվեն արտոնագրից։ Այո, որովհետև մարդը կարող ոչխար է լսում, բայց չտաս մի քիչ ուշ։ Իհարկե դա շատ լավ կլիներ, ջերմ կլիներ, բայց դա չի պատճառը։ Այդ օրենքը մնացել է հնագույն ժամանակներից, երբ կառապաններին արգելում էին առանց ձիու համար պահած խոտի պաշարի մարդ տեղափոխել։ Ձիերն անհետացել են իհարկե, բայց Ավստրալիայի փողոցներից, բայց օրենքն է մնացել։ Չիլիի փողոցներում երթևեկում են աշխարհի ամենատարօրինակ փոխադրամիջոցները՝ կով տաքսիները։ Դրանք մեքենաներ են, որոնք ներկված են կովի գույներով, իսկ ձայնային ազդանշանի փոխարեն կովի բառաչ է հնչում։ Մեզ մոտ էլ կով տաքսիներ կան։ Վիետնամում տաքսու դերը կատարում են ընտելացված փղերը։ Լավ չի։ Ինչի լավ չի, մարդ աշխատում է, լավ չի։ Պիտի կենթանիները աշխատեն։ Աշխատում չէ, լավ այլի մենք աշխատենք, կենթանիները չաշխատեն, հա։ Աշխարհի լավագույն տաքսի ծառայությունը գործում է Լոնդոնում, երկրորդ տեղում Նյու Յորքինն է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Տոկիոն։ Ես կարծեմ ամենաառաջինը մենա, Էժան Արակ, այո։ Այո, մեր տաքսիները իրոք բավական մատչելի են։
Պետք է նշել, որ առաջին անգամ Հայաստան, բայց մեծ մասը կան արդեն լավ տաքսիներ, որտեղ որ մաքուր է, սիրուն է, չեն ծխում, զով է կամ տաք է։ Այլանդակ երաշուն չեն լսում։ Այո։ Պետք է նշել նաև, որ առաջին անգամ Հայաստան ժամանող օտարերկրացիները հաճախ են զարմանքով նշում, որ անսպասելիորեն բացահայտել են հայկական լեռնաշխարհի բնության, ճարտարապետության եւ կյանքի այլ ոլորտների յուրահատկությունները։ Հայ քեզ բան, Google search անեք, նայեք մի հատ ուրեք գնում, նոր գնայք։ Ինչ մի դժվար է։ Այսօր միասին բարձելու ենք, թե որքանով է ներկայանալի հայկական բրենդը օտարի եւ տեղացու աչքերում։ Գնացինք բարձելու։ Դուդուկն ու իր երաժշտությունը, Խաչքարի արվեստ, խորհուրդն ու խաչքարագործությունը, Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոս։ 2014 թվականի նոյեմբերի 26-ին այս երեքին ավելացավ նաև լավաշը, 4-րդ մշակութային արժեքը, որը ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում եւ որով ճանաչում են մեզ։ Արարատ։ Դուդուկ չգիտեմ, հաստատ կճանաչեն դրանով թե չէ։ Հայկական գորգերը, որոնք ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի շատ հայտնի են դառնում որպես թուրքական գորգեր։ Դուդուկից լավաշից սկսած եւ վերջացած ամեն Արարատ սարով։ Դա հայկական սիմվոլներ են։ Դուդուկն է, մեր դաշնամուրն է, սիրուն է, հայկական, դեղցը, մեր ամեն ինչն է լավ, մեր տորն է, հայկական որշը։ Ծիրանունուր, Արարատ ու Խաչքարեր, գորգեր ու այսպես մի շարք մշակութային տարրեր, որոնք ժամանակի ընթացքում դարձել են խորհրդանիշեր, իսկ ժամանակակից աշխարհում վերանվանվել բրենդ։ Ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ туриզմը ընկալվում է որպես մի շուկա, որը պետք է գրավի մարդկանց, բերի երկիր, եւ այդ նպատակով գրեթե բոլոր երկրները ունեն իրենց նման բրենդները, որոնք կապվում են մշակույթի հետ, մշակութային դրսևորումների հետ եւ դրանց վրա շեշտը դնելով դա նաեւ турист բերելու, զբոսաշրջիկ բերելու միջոց է։ Իսկ այն ինչն արդեն բրենդավորված է հայկական անվամբ, որակի ու լավագույնի նշանակությունը ունի աշխարհում։ 2-3 տարի առաջ շատ հետաքրքիր հաղորդում էր Արևմտյան Հայաստանում շրջել էին, ֆիլմեր էին նկարել, այնտեղ մի քուրդ վաճառական, որ գորգեր էր վաճառում, նա զբոսաշրջիկներին կանչում էր եւ ասում էր այս բոլորը ձեռքի գործած գորգեր են, բայց այս մեկը հայկական գորգ է։ Այսինքն ինչքան էլ մեր հարևանները փորձում են գորգը ներկայացնել որպես իրենց մշակույթի դրսևորում, որպես իրենց ինքնության խորհրդանիշ, բայց հարևան ժողովուրդների գիտակցության մեջ գորգը նստած է որպես լավագույնը համարվում է հայկականը։ Նույն կերպ ցանկացած ուրիշ երկրում, եթե լավաշ բառից առաջ գրված է հայկական, նշանակում է այնտեղ հերթեր կլինեն։ Դա առևտրի մեջ օգտագործող բան է, բայց դա նշանակում է, որ գենետիկ հիշողության մեջ նստած է, որ այո, լավաշը հայկական թխվող հացի տեսակ է իր ձևով։ Օտարները անպայման այցելում են կոնյակի գործարան, որովհետև գիտեն, որ հայկական կոնյակը լավագույններից է։ Բայց նրանք գիտեք, որ կոնյակ չեն անվանում են բրենդի, որտեղ կոնյակը դա էլի ֆրանսիական մենաշնորհ է, Ֆրանսիայի մենաշնորհ է եւ ֆրանսիական բրենդ է, հենց ինքը այդ անունը։ Խորհրդանիշերը գալիս են հնուց։ Ուղղակի հիմա շատ հաջող ձևով այդ ամեն ինչը դուրս է բերվել շուկա, որովհետև մենք գիտենք, որ ժամանակներն այդպիսին են դարձել։ Նուրը, որ զբոսաշրջիկը տարբեր հուշանվերների տեսքով տանում է, դուդուկը, որը միանշանակ մեր ամենահետաքրքիր դրսևորումներից մեկն է մշակութային, օտարերկրացու համար ինքը ավելի շատ բնութագրում է Հայաստանը որպես յուրօրինակ մի երկիր, որը ունի նաև այսպիսի գործիք։
Այդ ամենը գտնելու լավագույն կանգառը Վերնիսաժն է, այստեղ զբոսաշրջիկներ միշտ կան, ընտրությունը մեծ է, ցանկացած զբոսաշրջիկ իրեն հարմարը կգտնի։ Մեր տուրիստները ընդհանրապես որ գալիս են ամեն ինչից, ուզում են օգտվել, ամեն ինչն էլ իրենց հետաքրքրում է, անգամ մեր գերբերը, մեր հայկական դրոշներից վերջացրած, մարդը ասենք խոսքի սիրում է հայկական սենց հավաքածուներ մրգերով եւ այլն եկեղեցիներով, մեր հայկական պատկերներով, մարդը հավանում է սենց մեր հայկական տարազները, մարդը ասենք ուզում է կրի օրինակի համար սունկաներ, մարդը տան համար է ինչ-որ միայն սուվիներ ուզում առի, տարբեր են։ Բայց նրանք բոլորը մինչ այստեղ Հայաստան հասնելը Արարատ կամ Խաչքար փնտրելը նախապես կարդացել ու իմացել են Հայաստան, Արարատ, Խաչքարեր կապի մասին։ Պետք է նշեմ, որ օտարը առաջին հերթին Հայաստանը ընկալում է մի երկիր, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ Հայաստանը ընկալվում է մի երկիր, որտեղ գտնվել է Արարատ լեռը, ասոցացվում է Արարատի հետ, Նոյան տապանի հետ։ Ես դեռ Ճապոնիայում էի կարդացել, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես կրոն։ Դա շատ հետաքրքիր է։ Նրանք շատ լավ գիտեն, որ հայերը ունեն ոչ թե ուղղակի հին մշակույթ, ոչ թե ուղղակի ինքնատիպ, յուրօրինակ, էկզոտիկ մշակույթ, այլ իսկապես բարձր մշակույթ ունեցող ժողովուրդ։ Հայաստանն այն երկիրն է, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ Նաև գիտեմ Արարատի մասին, որը հիմա Հայաստանի ու Թուրքիայի մեջտեղում է։ Հատկապես Եվրոպայի երկրներից, դա եւ Գերմանիան է, Իտալիան է, Իսպանիան է, որոնք գալիս են Հայաստան ուխտագնացության։ Ուխտագնացության Հայաստանը որպես աստվածաշնչյան երկիր։ Աշխարհը չգիտի այդպիսի մի թանգարան ինստիտուտ, որ դա ուղղակի թանգարան չի, այնտեղ ուսումնասիրություններ են անում, ինչպիսին մեր մատենադարանն է բացառիկ ձեռագրերի հավաքածուով։ Ցավոք սրտի օտարի գիտակցության մեջ նստած է հին Եգիպտոսը, նստած է հին Իրանը եւ իրենց համար մեր հնագիտական մշակույթը, մեր հին հայկական մշակույթը դա իհարկե հայտնագործություն։ Աղաղաց Հայաստանը խաչքարերի, եկեղեցիների եւ համեղ խորովածի երկիր է։ Խորովածի կողքին նաև տոլմա ու ոչ միայն գիր ու գրականությունից, հնավայրերից ու արվեստի զարմացնող գործերից բացի, արդեն հայկականը ու Հայաստանը խորհրդանշում է հայկական խոհանոցը, այդ մասին նրանք զբոսաշրջիկները ավելի լավ կպատմեն։ Սնունդն ուղղակի հրաշալի է, բոլորը համեղ են, տարբերվող, տարբեր, ուտելիքը հրաշալի է։ Ուտելիքն այստեղ անկրկնելի է։ Շատ համեղ է այստեղի կերակուրը ու առհասարակ քաղաքը շատ կանչող է։ Այստեղ շատ համեղ է, հրաշալի է ուղղակի։ Հին ու հնագույն այս ձեռքբերումները, որոնք այսօր նորագույն բառով ենք պիտակավորում, շարունակում են ավելանալ։ Ամենավառը Տաթևի ճոպանուղին է 2010 թվականից 5.7 կիլոմետրը 11 րոպեում հատող այս ճոպանուղին աշխարհում ճանաչվել է ամենաերկարը, վերածվելով հայկական յուրատեսակ խորհրդանիշի։ Մնայուն ու փոփոխվող հին ու նոր բոլորացված ու չասված այս խորհրդանիշերի մեջ այնուամենայնիվ ամենախոսունը, ներկայանալին, հուսալին ու անփոփոխը Հայը մեր խորհրդանիշն այն է։ Դրանք երկրորդական են, դուդուկ, ծիան, չգիտեմ ինչ։ Դրանք երկրորդական, մեր ազգով։ Իրինա Մկրտչյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը շանթում։ Իրականում իսկապես ամենաարժեքավոր բրենդը դա մարդն է, մարդ, ով ապրում է այս երկրի եւ ով տերն է այդ երկրի։ Պատկերացրեք, եթե մարդիկ կան, այդտեղ շատ ու շատ բրենդեր կան, բայց մենք խոժոռված դեմքերով անհյուրընկալ, կոպիտ եւ վատ։ Բնականաբար ոչ մի բան երեսներին, աչքերին չի երևա։ Լինենք մի ժպտերես, ուրախ եւ հյուրընկալ։ Իսկ հիմա մեզ մոտ գովազդ է։ Ժպիտով դիմավոր են գովազդը։
Մեր հյուրերը արդեն եկել են, բայց ով են դեռ չեմ ասում։ Ինչպես եւ ամեն տարի ամռան երաժշտական գլխավոր նորություններից մեկը կդառնա Սևանի ափին անցկացվող Հուսո Արագաստ 2018 հեղինակային երգի միջազգային փառատոնը։ Այս անգամ ան բարդ երաժշտության սիրահարներին սպասելու է հուլիսի 20-ից 22-ի սահմաններում։ Թե ովքեր են անցել նախընտրական փուլը, արդյոք լինելու են մրցանակային տեղեր եւ ինչ ժամանց է սպասվում փառատոնի հյուրերին, կփորձենք հասկանալ մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են փառատոնի ժյուրիի նախագահ հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը եւ փառատոնի ժյուրիի անդամ հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ամեն տարի ժամանակ գալիս եք մեզ հյուր, մենք ձեզ արդեն կարոտել ենք եւ սովոր ենք, որ դուք միշտ պետք է գաք այս ժամանակ։ Արդեն 4-րդ անգամ է անցկացվում այս փառատոնը, ինչ որ փոփոխություններ կան, որ այս տարի կլինեն, թե չենք դավաճանում եւ ինչ է սպասվում այս տարի հատկապես։ Մեր անդավաճան սկզբունքը անընդհատ փոփոխական լինելն է։ Եվ հարմարվելը ամեն ինչին, եւ եղանակին, եւ նորություններին, որոնք հայտնվում են, որովհետեւ նույնությունը կայանում է միայն կազմակերպման սկզբունքի մեջ։ Մնացած ամեն ինչ փոխվում է, որովհետեւ լավագույն տասնյակում ընդգրկված երիտասարդներն են ուրիշ, իրենց գաղափարներն են այլ, իրենց երգերն են այլ ոճի մեջ, եւ բնականաբար այդ ամենը տրամադրության վրա ազդում է։ Իհարկե կազմակերպման տեսակետից դա բոլորովին չի խանգարում փառատոնի աշխատանքներին։ Եթե քանի որ լինելու են փոփոխություններ, ինչ կարգի փոփոխություններ կան, որ արդեն գիտեք, որ լինելու են։ Դե մենք արդեն գիտենք, ընտրվել է լավագույն տասնյակը, առաջին նախընտրական փուլն արդեն անցել է։ Ահա, դրա համար եմ ասում, արդեն գիտեք։ Եվ մենք շատ անկեղծ եմ ասում, նույնիսկ ափսոսում եմ, որ այդ նախընտրական փուլը եթերից դուրս է անցել եւ որևէ լուսաբանումից դե նկարել ենք, մենք մեր արխիվը անում ենք, բայց իսկապես այնքան հետաքրքիր թեժ էր ու բազմաբովանդակ, նույնիսկ մեր ժյուրիի բանավեճերը եւ հաճելի քննարկումները։ Նախընտրական փուլը մենք անց ենք կացնում մեր Meteo TV տաղավարում, այդտեղ տաղավարներից մեկում, որը արդեն որրորդ տարին է այնտեղ ենք անում։ Կա հարմարեցված տաղավար, հատուկ ամեն ինչը արվում է փառատոնի բոլոր ատրիբուտները պահպանելով։ Երեխաները գալիս են շատ հետաքրքիր վիճակի։ Ես ասում եմ երեխաներ, որովհետև մասնակիցներին չգիտես ինչու սովոր ենք երեխա ասելու, բայց իրենց մեջ բնականաբար մեծեր էլ կան, էլի, այնպես չի որ 18-20 են, եւ ուրախ ենք որ եւ 18-20 եւ 30-38-40 անգամ երբեմն լինում է որ մասնակիցներ։ Եկել է որ դες զարմացնեն, գար ասենք մի տարիքով մարդ մեկի գիտարը վերցին, նվագի ու դուք ընկնեք, ասեք, այս ինչ կար այդպես մարդ։ Չգիտեմ այդ ով ասի։ Հովիկը մեր։ Դե ես իքսել հիշեցի։ Անակնկալը նա էր, որ ասենք դու չես ճանաչում ու մտածում ես լավ այս տարիքում այսքան երգերի հեղինակ ու մենք չգիտենք, հա չենք ճանաչում։ Եղել է այդպես դեպք։ Երևի 3 տարի առաջ էր։ Այս տարի տարիքով ամենամեծ մասնակիցը 38 տարեկանն է, ամենաերիտասարդը 18։ Սենց 20 տարվա տարբերություն։ Ու ես ամեն տարի մտածում եմ պես փոքր Հայաստանում ինչքան կարա ամենամյա փառատոնին նոր դեմքեր կան, նոր։ Ես մի բան եմ նկատել, շատ ու շատ մարդ կա, որ ուղղակի իր համար գրում է, իր համերը փոքր շրջապատի համար, բան եւ իսկի մտքով էլ չի անցնում դա հրապարակայնացնել, դա YouTube-ում տեղադրել կամ բան, մեկ էլ երևի գալիս են ձեզ մոտ ու զարմանում եք, էլի, երևի տեսել։ Ես ինքս այդպես եմ սկզբում գրել, Սերգեյ ջան, ես գրում էի իսկապես ինքս ինձ համար, նույնիսկ չէի մտածում, որ ընկերներիս համար անգամ կատարեմ, գրում էի էլի։ Հետո ինձ ինչ որ մի օր այսպես օձիքիցս բռնած ընկերները տարան հեղինակային երգի փառատոնին 94 թվականին, դե դու պիտի որ հիշի, ես 18 տարեկան եմ, ու այդտեղից կրակն ընկալել։ Էլ չեն կարողանում ազատվել։ Պարոն Զորիկյան, արդեն 4-րդ անգամ է, հա, անցկացվում։ Իրոք որ բարդ է, որ ամեն տարի կան նոր դեմքեր եւ նույնքան լավ, այսպես երկացանկով, հա, այն երկացանկը, որը ներկայացնում են մասնակիցները, գոհացնում է ձեզ, թե ամեն դեպքում կան։ Այս տարի ես հաճելի անակնկալ էր այն, որ կատարողականներ մասնակիցների բավականին բարձր։ Այսինքն հեղինակ կատարողների մի ստվար զանգված կարող է լավ բանաստեղծություն գրել, հա, լավ մեղեդի հորինել, բայց լավ չկատարել, մաքուր չկատարել, գիտարին չտիրապետել, ինչ որ sense ու մտածում ես ինչ ափսոս է, երգը լավն է, բայց
ձայնը չի մաքուր չի կատարում։ Բեմ չես կարող անել էլի։ Գիտար, դուք երկեք այնպեսի տպավորություն է, որ երեք ասովորել գիտար նվագել ասենք, ներողություն։ Բայց այս տարվա բոլոր մասնակիցները ամենայդեպս 6 հոգի նրանցից, հա, ես նույնիսկ նախքին լսումներին ինչ որ ձև գնահատական ես դնում, մեկը մի քիչ շատ, հա, ինչ որ Սարգիսը պլյուսներ է դնում, 1+, 2+, 3+։ Ես ուղղակի գրում եմ մասնակից, որովհետև կատարումը այնպեսին էր, որ հա ոչեսկոն պիտի մասնակցի։ Գործի բերումով ես էլ անինել եղել ենք, էլի դենց ժյուրի բան, դենց լինում է, որ ասենք ինչ որ գա մի կատարող ու ասես այսիշ կատաստրոֆա եւ հապրծնելու գնանք։ Եվ ինչ եք անում դեպքում։ Եվ եք անում այս դեպքում։ Համբերատար լսում ենք մեկս մյուսից ասում ենք համբերի մինչև վերջ։ Լինում է նաև այսպես նախընտրում ենք որ չընդհատենք, որովհետեւ դե պարզ ինչ ընդհատում։ Երկայելի 1 րոպե է, չէ՞։ Դե իրականում երբեմն լինում է այնպես որ շատ ես ուզում ընդհատել։ Հետո ոնց եք ասում, տղա ջան կամ ախի ջան, էլ մի մենք խոսում ենք այդ մասին, բավական լուրջ երկար քննարկում ենք անում, այնպես որ համենայն դեպս հնարավորության սահմաններում տվյալ պահին մասնակիցը նույնիսկ մինչև հայտարարելը ովքեր են անցել, դե ի վերջո մրցույթ է եւ բազմաթիվ մրցողների մեջ պետք է ընտրվի տասնյակ, այսինքն իրենք գիտակցում են, որ եթե կա մրցության ինչ-որ սահման, ապա իրենք կարող են չանցնել, բայց պիտի պատճառաբանված լինի, չէ, ինչ-որ ձևով մեկնաբանված լինի։ Այդ պահին մենք ոչ թե ասում ենք ինչու իրենք այդ պահին անցնում են, թե ոչ, այլ որտեղ այդ պահին ինքդ էլ որոշել չես կարող, կամ իրոք այնքան դժվար է, որ ճիշտ չի հենց այդ պահին ասելը, բայց քննարկումն այնպես է ընթանում, այսինքն տեքստի հետ կապված քննարկում է ընթանում մեղեդու տեքստի համապատասխանության։ Կատարողականին քիչ ենք անդրադառնում, բայց եղել է այդպիսի դեպք, երբ որ կատարողականի շատ սուր անհամապատասխանության պատճառով ես հիշում եմ մի աղջնակի հատկապես, որ ասեցինք, որ միգուցե մի փոքր աշխատես եւ տեմբրերի վրա եւ տոնայնությունները իջեցնելու վրա, որպեսզի ճղճղան չլինի ձայնը, հաջորդ տարի մասնակցելու։ Աշխատում ենք հնարավորինս մեղմ Այ հենց դա էի ուզում հարցնել։ Ովքեր որ մասնակցել են նախորդ տարի, այս տարի ունեն իրավունք մասնակցելու, չկա սահման, որ պիտի մի տարի դադար լինի։ Մասնակցում են, բայց այդ նախընտրական փուլին չեն մասնակցում, որովհետեւ մենք իրենց պոտենցիալը գիտենք, հետո մենք ակումբ ունենք, որ տարվա ընթացքում գործում է ամեն ուրբաթ, հա ու տարվա ընթացքում էլ իրենց գրած երգերին ծանոթ ենք ներկայացնում են։ Իսկ իրենք խնդիր չունեն քննություն անցնել։ Իսկ այն ով չի անցնում, իրավունք ունի որպես ուղղակի դիտորդիկ արխիվիկական։ Իհարկե, իրենք սիրով հրավիրված են, մենք իսկապես եւ խորհուրդ ենք տալիս եւ ես հիշում եմ դեպքեր, որ մենք խորհուրդ ենք տվել տարվա ընթացքում մեզ հետ աշխատել կամ ուղղակի գալ ակումբ, ունկնդրել մի փոքր, հետո եթե լինեն հարցեր խորհրդատվությամբ եւ ամենով իրեն աջակցել, որպեսզի հաջորդ տարի ինքը ավելի պատրաստ լինի եւ կարողանա մասնակցել։ Ի վերջո փառատոնը մի կարևոր սկզբունք ունի, ոչ միայն հայտնաբերել որևէ բանաստեղծություն եւ որևէ երաժշտություն միմյանց հետ համակցած անձանց, այլ հայտնաբերել այն մարդկանց, ովքեր իսկապես ունեն այնպիսի ասելիք, որը անհրաժեշտ է եւ մարդկանց եւ հանդիսատեսին եւ ունկնդրին, մեր ունկնդրիական բավական լավ, շատ հմուտ կերպով արդեն տարբերում է որակը եւ փորձված ականջը խաբել չի կարելի եւ իմաստ էլ չունի բացարձակապես, որովհետեւ այնպես էլ ամեն տեսակ աղբ ամենուրեք գոյություն ունի։ Ցանկանում ենք այդ մաքուր զուլալը դուրս բերել եւ այդ զուլալը դուրս բերելու ճանապարհին իհարկե օգնություն է հարկավոր բազմաթիվ առումներով եւ խորհրդատվական եւ իրենց սատարելու։ Ամենայն դեպս ես չեմ հիշում մի դեպք, որ մենք սարսափելի հիասթափեցրած լինենք։ Կրակեցիք։ Քանի որ այո, գիտարը մեծ է։ Ուզում ենք խնդրել ձեզ, որ մեզ համար վայեն էլ ոնց հաճիկով Աննկաթոսում է ժամանակը, մի ալարկատում է տանիքիս, ես այստեղ կարծես, թե միայնակ չեմ, թե ուրվականներ չկան կողքիս, մոխրագույն տաբատն ու գոր շապիկը, մոխրացող կյանքին հատուկ երանք, ինձ ամենուրեք կարծես դարձնում են, իմ ստվերին զուլված արտացոլանք, Ba-ba-da-ba-dum bum ba-ba-da-ba-dum ba-ba-da-ba-dum bum ba-da-bum ba-ba-da-ba-dum bum ba-ba-da-ba-dum ba-ba-da-ba-dum bum ba-da-da Դուրը շատ ամուր ու ձիգ կողպված է ժանգոտացուհին
մի կողպեկով լուսե վարակույրը վանդակված է սարդոստայների խիտ ցանցերով ով կասի թե ես եմ բանտարկյալ թող որ նա լսի հիմա մի բան սենյակում փակվելու Թարապում է իմ մտամոլոր ու լուրներ կան Ապագան երազ է որ տեսնում եմ Ես ամեն բացվող արշալույսին Իսկ անցյալն անգին է դեռան բանալին է Որ կրում եմ իմ պարանոցին Բաբարաբարամ բամ բաբարաբարամ Բաբարաբարամ բամ բաբարաբամ Բաբարաբարամ բամ բաբարաբարամ Բաբարաբարամ բամ բաբարաբարամ Աննկատ հոսում է ժամանակը Միալ արկատում իմ տանիքին Ես այստեղ կարծես թե միայնակ չեմ Իմ ներկան դարձել է իմ գերին Ով կասի թե ես եմ բանտարկյալը Թող որ նա լսի հիմա մի բան Սենյակում փակվելու տառապում է Իմ մտամոլոր ու լուրներ կան Ապագան երազ է որ տեսնում եմ Ես ամեն բացվող արշալույսին Իսկ անցյալն անգին է դեռան բանալին է Որ կրում եմ իմ պարանոցին Բաբարաբարամ բամ բաբարաբարամ Բաբարաբարամ բամ բաբարաբամ Բաբարաբարամ բամ բաբարաբարամ Բաբարաբարամ բամ բաբարաբարամ Բրավո, շնորհակալություն։ Գիտեք միշտ երբ որ հեղինակային երգ ես լսում, ինչ-որ պատկերներ են գալի միշտ։ Այո, ես էլ ինչ-որ ուրիշ տեղ։ Կինո լինի մի փոքր։ Դա ձեզնից է, ձեր մտածելակերպը։ Չէ, իրականում մենք կինո ենք նկարագրում։ Չէ, Սերգեյ ջան, իսկապես մենք կինո ենք նկարագրում։ Ես ուշադիր նայում եմ, ոչ մի պատկեր չկա։ Դուք երկում եք նայում։ Դրա համար։ Մրցույթը անպայման հեղինակ կատարողների մրցույթը չի կարող լինել, որ երգը շատ լավն է, երգությունը շատ լավն է, բայց կատարողականը մի քիչ վատն է եւ մենք վերցնում ենք երգը եւ այլ մարդ է Իմաստը հենց դա է, որ հեղինակային երգ, այսինքն դու կարող ես լինես այդ մտքի, խոսքի, համոզմունքի, նայած երգի ինչի մասին է, որովհետև շատ գեղեցիկ կարելի է կատարել, կարելի է վերցնել հայ դասականներից, պոետներից, լավագույն բանաստեղծություններ եւ ինչ որ մեղեդու նվագակցությամբ ներկայացնել, բայց իմաստը հենց դա է, որ ինքը լինի եւ այդ երեքը մեկտեղ, հա, հեղինակ խոսքի, հեղինակ երաժշտության եւ կատարող։ Որպեսզի ձեր այդ հարցին ես էլ մի փոքր պատասխանած լինեմ այն իմաստով, թե ինչու է կարևորությունը։ Ուղղակի ասեմ, որ այն մարդը, որ մատուցում է իր ստեղծագործությունը, իր ներսում ներքին դող կա։ Այն առումով, որ նա իր գաղափարներն է կիսում մյուսների հետ, իր ապրումներն է կիսում, իր ամբողջ կյանքն է կիսում եւ կատարողականը շատ տարբեր է այդ ժամանակ։ Բնականաբար այն կատարողականը, որի մասին մենք խոսում ենք, բոլորովին չի ներառում ինչ որ կոնկրետ սահմաններ վոկալի կամ կիթառի դասական տիրապետման կամ կատարյալ տիրապետման, կատարելության մասին չի խոսքը, այլ ուղղակի ներկայանալի կատարման, այսինքն որ ականջին ընդհանրապես հաճո լինի եւ դա կարող է լինել խսխզան ձայնով, կարող է լինել ցածր տեմբրերի մեջ պարզ ուղղակի կիթառային այսպես նվագակցությամբ, այսինքն մենք ի նկատի չունենք կատարյալ կատարողական, պրոֆեսիոնալ Այսինքն կատարողականությունը ոչ թե այն դա յուրահատուկ կատարողականություն է։ Դա այն անկեղծ կատարողականությունն է, որով հեղինակը կարող է ներկայանալ խումբ հանդիսատեսների, ոչ միայն իր անձնական ծանոթներին, այլ մարդկանց, ովքեր օտար կլինեն, կանգ կառնեն ու կուզենան դա լսել։ Եվ քանի որ մրցույթ փառատոնը չէ, եթե չեմ սխալվում, ամեն դեպքում մրցույթը հանել ենք։ Մրցույթը այնքանով որ տասնյակ է ընտրվում։ Ուղղակի փառատոն մուտք գործելու իրանք ստանալ, հա։ Սա է մրցույթը, բայց այս 10-ը արդեն հաղթանակած են, որովհետև բեմ են բարձրանալու իրենց երգերը։ Մտածեցինք, ի վերջո սա սպորտ չի, ի վերջո անհատներ են, ամեն մեկը յուրահատուկ է իր ձևի, իր մտածելակերպի։ Հրաժարվել այդ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակը գաղափարներից։ Պարոն Զորիկյան, կարող ենք խնդրել, որ դուք եւս մեզ հենց որ կիթառը խարույկի օրենքով փոխանցենք շրջանով։ Շնորհակալ եմ։ Երևի ես տեղափոխեմ։ Կատարեմ մի երգ, որ կոչվում է Ազատության անունն է սեր։ Կյանքի խելար այսով կյանում, կապույտ երկնում,
ազատ անկախ, ջերմակ մի ճայ է սավառնում, սիրո խորհրդանիշն անվախ, ով կյանն զուսպ ու ալեբախ, կուզես անձել ջերմակ ճային, ճայը ազատ երկնում անվախ, ճախրում ծաղրում է ով կյանին, սիրտի Փոքրիկ ջերմակ թրջուն, ազատ սուրա միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, սիրտին մեզ ընծայվեց ազատություն, ազատ սուրանք միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, ով կյան հզոր ես անկասկած, մեծ ես անշուշտ ու ահռելի, ջերմակ փոքրիկ ջայից դիմաց, հրեշես դու յոթ գլխանի, որքան հուզվես, սալեկոցվես, դուրս գալ ուզես քո ափերից, կալե բախվես, ետ կքաշվես քո իսկ ստեղծած սահմաններից, սիրտի փոքրիկ ջերմակ թրջուն, ազատ սուրա միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, սիրտին մեզ ընծայվեց ազատություն, ազատ սուրանք միշտ դեպի վեր, ազատության անունն է սիրտին, փոքրիկ ջերմակ թրջուն, ազատ սուրա միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, սիրտին մեզ ընծայվեց ազատություն, ազատ սուրանք միշտ դեպի վեր, ազատության անունն է սեր, Շնորհակալություն։ Շնորհակալություն, անչափ շնորհակալություն եւ մի վերջին հարց։ Այս բոլոր երգերը, որոնք ստեղծվում են այս փառատոնի շրջանակներում, հետո ինչ որ կյանք ունենում են, սկավառակային կամ չգիտեմ, ինչ որ ուրիշ համերգային ծրագրեր։ Մենք նման փորձ ունենք, որ հետո որպես ժողովածու երգերի, հա, հիմա անում ենք հիմնականում MP3 այդ ֆորմատով, կարծեմ վերջին սկավառակի մեջ 175 թե 7 երգեր։ Մենք իրականում հետաքրքիր բան արեցինք եւ այդ գաղափարը կարծում եմ շատ օգտակար գաղափար է, որովհետեւ դա ոչ միայն փառատոնի արդյունքները ամփոփելու խնդիր է, կամ ընդհանրապես ժանրի հետ ինչ որ մի վերջակետի խնդիր է։ Արդեն 3 գիրք, 3 ժողովածու, երկուսը գիրք են դրանցից լույս տեսան, որոնց մեջ նաև միտք կա այդպես, այսինքն եւ նոր մասնակիցները նույնպես կարող են այդտեղ ընդգրկվել, արդեն կախված է իրենց գործի արժևորումից եւ կարեւորությունից, բայց այդ ժողովածուները ընդգրկում են հեղինակային երգի գրեթե բոլոր մեզ հայտնի հեղինակների լավագույն կատարումները եւ դրանք նոտաներով, ոչ միայն նոտաներով, կիթառային ակորդներով ուղեկցվում են եւ վերջում կա սկավառակ, այդ գրքի վերջում կա սկավառակ, այսինքն դա ինչ որ իմաստով եւ սկավառակ է, որը ուղղակի ունկնդիրը կարող է լսել եւ մի ուղեցույց է, որով կարող է առաջնորդել թե սկսնակը, այո, եւ ես դա հենց նկատի ունեմ, որ կարեւորվում է դրանով, որտեղ այնտեղ տեղ են գտել եւ Ռուբեն Հախվերդյանի եւ մեր սիրելի Արմեն Մովսիսյանի եւ շատ ու շատ եւ Էդվարդ Զորիկյանի եւ այո, այսօր դասականներ դարձած հեղինակ կատարողների եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ինչպես ասենք ես եմ օրինակ կամ մյուսները ինձանից հետո նրանց շատ գեղեցիկ կատարումներ, որոնք արդեն սիրվել են, այնպես որ դա շարունակական գեղեցիկ process։ Լավ նախաձեռնություն է, շատ բարի, այսպես ասած, լավ եւ բնականաբար բավականին կարեւոր։ Այո։ Շնորհակալություն, փառատոնը ուրբաթ շաբաթ կիրակի է, եթե ազատ եք համեցեք։ Սիրով, իհարկե։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել սիրելի հեռուստադիտող, որ հուլիսի 20-ից 22-ը ուրբաթ շաբաթ կիրակի արդեն, ինչպես արդեն ասացիք, Հուսո Արագաստ 2018 հեղինակային երգի միջազգային փառատոնը բոլորիս, բոլոր նրանց, ովքեր սիրում են, գնահատում են, կարևորում են երաժշտությունը, բոլորիս հրավիրում է Սևանա Ապ, որ միասին դառնանք այս տոնի մի մասնիկը։ Մի մասնիկը, այո։
Ուզում եմ հիշեցնել, որ մեր տաղավարում էին այդ փառատոնի ժյուրիի նախագահ հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը եւ փառատոնի ժյուրիի անդամ հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը։ Անչափ շնորհակալություն ստեղծագործությունների եւ մեր հյուրը լինելու համար։ Ձեզ միայն հաջողություններ ենք մաղթում, իսկ ձեզ Նիկոլ, եթե ուզում եք ինձ տեսնել, եկեք փառատոնին, կարող ես ընդելել եմ։ Գովազ մեր եթերում։ Գովազ դե։ Գործընկերներն ունենք աշխարհը ճուրի թեմայով շարունակում ենք մեր այսօրվա եթերը, գնացինք։ Գնացինք, մեր հաղորդման հովանավորն է Դելտա կլինիկ բժշկական կենտրոնը։ Attention, Achtung։ Ուշադրություն, Դելտա կլինիկում աննախադեպ ակցիաները շարունակվում են եւ այսպես մամոգրաֆիան, անոթների դուպլեքս հետազոտությունը, արգանդի պարանոցի կոլկոսկոպիան կատարվում է 5000 դրամով, ողնաշարի 1 հատվածի ռենտգեն հետազոտությունը կատարվում է 3000 դրամով, իսկ վահանաձև գեղձի հետազոտությունը կատարվում է միանգամայն անվճար։ Շտապեք գրանցվել։ Շտապեք գրանցվել մեռանք ասելով Դելտա կլինիկի Հասեն Ալաբյան 9 կոտորակ 7 հեռախոսամարի 500-560 շատ հեշտ հեռախոսահամարներ են զանգահարում ես եւ գրանցվում ես։ Լուծվում ես առողջության հետ կապված բոլոր խնդիրները։ Հետազոտվում ես, հա, մարդես կարող է բուժվեսել, բա ոնց։ Մեր հաղորդման հովանավորն է ջրաշխարհ համալիրը, որտեղ ձեզ սպասում են բազմապիսի ջրային զվարճանքներ։ Ջրայգու տարածքում գործում է բարձրակարգ ջրաշխարհ ռեստորանը, որտեղ կարող եք համտեսել նոր շեֆ խոհարարի կողմից պատրաստված հայկական եւ եվրոպական խոհանոցի լավագույն ուտեստները, ամենահամեղ աղանդերն ու քաղցրավենիքը։ Ջրաշխարհ ռեստորանում կարող եք նշել նաեւ ձեր փոքրիկի ծննդյան տոնը։ Ծննդյան փաթեթները սկսվում են 3500 դրամից։ Ջրաշխարհ ռեստորան, բարձրորակ սնունդ, հետաքրքիր եւ ուրախ շոու ծրագրեր։ Հասցեն Միասնիկյանի 40 հեռախոսահամարն է 010 63 89 98 կամ 099 եւ էլի նույնն է 63 89 98։ Այնպես որ զանգահարում եք եւ ամառվա տապին զովանում եք, նաեւ լավ ժամանց եք անցկացնում։ Իսկ մեզ մոտ այս պահին օրվա դեղատոմ սեջը կլինի, որը ինչպես միշտ խոսում է ամենակարևորի առողջության մասին, բայց ժողովրդական Բաղդար Տոմսերով։ Տեսեք ժողովուրդն ինչ ասում, ասում են չի սխալվում, տենակ հələ։ Դուք շարունակում եք հետևել մեզ, իսկ մենք շարունակում ենք ձեզ առաջարկել բաղադրատոմսեր, որոնք բացառապես առողջարար են ու բնական հումքով։ Կանաչեղեն շատ ուտելու ամենաճիշտ ժամանակաշրջանն է թարմ կանաչիներից։ Այսօր առանձնացրել ենք մաղադանոսը, ինչին է օգտակար եւ ինչի հետ է պետք համադրել կմանրամասնի Մարիամ Վահանյանը։ Բարև ձեզ, Տիկին Վահանյան։ Մեր սեղանից, հայերի սեղանից գրեթե անպակաս համարվող կանաչի է մաղադանոսը։ Ուտում ենք, բայց հաճախ չգիտենք ինչին է օգտակար։ Եվ վիտամինների հզոր քանակ եւ միկրոէլեմենտների, որը նպաստում է, որ մեր օրգանիզմը հագենա եւ բացի այդ հեմոգլոբինը շատացնում է, եթե կա սակավարյունություն, ապա այն հրաշալի օգնում է մեր օրգանիզմին, որպեսզի սակավարյունություն չլինի։ Իհարկե, վիտամինների անչափ հզոր քանակություն եւ հաճախ նույնիսկ ասում են այն տղամարդու համար շատ օգտակար, որովհետեւ բավականին բարերար է ազդում միզասեռական օրգանների համար, պրոստատիտ, չի թողնում ադենոմա առաջանա, խթանում է դրանց ֆունկցիան եւ կարելի է ասել, այսօր ես ուզում եմ ասել, որ ոչ միայն տղամարդկանց համար, այլ կանանց համար այն անչափ օգտակար է, ինչու, որովհետև այն օգնում է, եթե կա արյան ճնշում, իջեցնում է, եթե կա խոլեստերինի բարձր քանակություն, իջեցնում է։ Հաճախ մենք խորհուրդ ենք տալիս տղամարդկանց նաև նրա համար, որովհետև նրանք ունեն արյան բարձր ճնշում, եւ խոլեստերինի քանակությունը տղամարդկանց մոտ միշտ արյան մեջ բարձր է, ինչու, որովհետև չարաշահում են յուղոտը, կծուն, թթուն եւ այլը։ Դրա համար այսօր ես ուզում եմ ասել ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց համար, որ անհրաժեշտ է այս բաղադրությունը օգտագործել, այո, մաղադանոս օգտագործել, որովհետև այն չափից ավելի օգտակար է։ Ինչ ենք անում, վերցնում ենք մաղադանոսը, իհարկե, մոտավորապես 100 գրամի, 50 գրամի չափ, նայած ինչքան մաղադանոս է, ինչքան ունեք ձեր ձեռքի տակ, եւ մենք բլենդերով հարում ենք, բավականին լավ։ Ընդ որում բլենդերով հարելու համար մենք նախապես պետք է կտրատենք, բավականին այսքան չափաբաժնով եւ բացի դա լցնենք նաեւ մի փոքրիկ, մի 20-30 գրամ ջուր, որպեսզի ավելի լավ հարվի, որպեսզի ավելի մածուցիկ լինի եւ առանց որևիցե խնդիրներ առաջացնելու խմեք։ Այնուհետեւ երբ հարում ենք, հարելուց հետո ավելացնում ենք իհարկե մի փոքր կես հատ լիմոնի հյութ
Լիմոնի հյութը ավելացնելուց հետո, մենք այսպես անենք, լիմոնի հյութը ավելացնելուց հետո ավելացնում ենք նաև 150 գրամ ջուր, որովհետև մենք 50 գրամը արդեն ավելացրել ենք բլենդերի մեջ։ Ու այս հյութը մենք խմում ենք ամեն առավոտյան 10-15-20 օր։ Հրաշալի բաղադրություն է, հրաշալի եւ արյան ճնշումն է իջեցնում, եւ միկրոէլեմենտների քանակությունն է շատացնում, եւ եթե նիհարելու խնդիր կա, նաեւ նիհարեցնում, եւ եթե սակավարյունություն կա, սակավարյունությունն է վերացնում, որովհետեւ նրա մեջ կա մեծ քանակի երկաթ, իսկ երկաթը գիտենք, որ կարմիր գնդիկների բաղադրության մեջ է մտնում երկաթը, այն նպաստում է, որ մեր օրգանիզմը նորմալ աշխատի, թթվածինը ավելացնում է, դիմադրողականությունը բարձրացնում է, պատկերացնում եք, ազդում է իհարկե չափից ավելի լավ լեղապարկի եւ երիկամների վրա, ընդ որում քարերն եթե ավազային է, ապա ավազները մանրացնում, հեռացնում է, լուծում է եւ ես կխնդրեի անգամ այս բաղադրությունը եթե դուք անում եք անպայման կատարեք նաեւ սոնոգրաֆիկ հետազոտություն, որովհետեւ եթե ձեր լյարդի կամ լեղապարկի մեջ կա քարեր, խոշոր չափի, ապա այն միզամուխ լինելով հանդերձ կարող է շարժել քարերը, իսկ եթե գալ լեղածորանի մոտ կամ ծորանների մոտ կարող է առաջացնել լուրջ խնդիրներ, օպերատիվ միջամտություն։ Դրա համար յուրաքանչյուրը ձեր բժշկի հետ խորհրդակցեք, յուրաքանչյուրը անպայման մեկ ընդմերձ ստուգեք ձեր լեղապարկի եւ երիկամի վիճակը եւ բացի այդ այն նպաստում է, որ նաեւ նյութափոխանակությունը ակտիվանալով, խթանելով, արհեստամոքսային տրակտի կծկումները շատանալով ձեր մոտ չառաջանա փորկապություն եւ ամենակարևորը, որ շատ-շատերին կհետաքրքրի, քանի որ գարուն է, որ կնիհարեն, որովհետև եւ թթվային ֆոն է այստեղ, եւ մաղադանոց, եւ բացի այդ արագ հագեցածության զգացում է առաջացնում։ Շնորհակալություն, ահա օրը սկսելու կազդուրիչ թարմացնող հրաշալի բաղադրատոմս մեր օրվա տեղատոմսի կողմից։ Մենք նոր բաղադրատոմսերով անպայման կհանդիպենք։ Ապրեն մեր գործընկերները, որ այդքան մտածում են մեր առողջության մասին։ Իսկ մենք անցնենք արդեն առողջ անցնենք առաջ։ Կանադայի բրիտանական Կոլումբիա նահանգում համատեղ երեխաներ չունեցող ամուսիններն այսուհետև կարող են բաժանվել առանց ավելորդ քաշքշուկի առցանց հեռախոսի հավելվածի միջոցով։ Բան են անում, SMS են անում ու վերջ։ Չէ։ Հա, տավարանի։ Այդ հարմարավետ տարբերակին իշխանությունները որոշել են անցնել վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո։ Տարեկան 10,000 ամուսնությունների 30%-ը բրիտանական Կոլումբիայում տեղի են ունենում երկկողմ համաձայնությամբ, սակայն բարդ համակարգի պատճառով հաճախ սխալներ են տեղի ունենում, ինչի հետևանքով էլ ամուսնալուծության գործընթացը երկար ձգձգվում է։ Այդ ամուսնալուծվել թանկ հաճույք է, ինչ ուզում ես ասան իրեն, բարդ է, մանավանդ արտասահմանում։ Իսկ հեռախոսային հավելվածի օգնությամբ գործընթացը կարելի է ձևակերպել ընդամենը 30 րոպեում եւ 30 րոպեն ձեզ կտա ազատություն։ Viber-ը նման մի բան հավելված է, ներբերնում ես ու վեր բաժանվում է։ Չորտ տվե մայցիրի, դա հերիք եղա, բոլեղա, դավայ, убирайся։ Հա, հերիք գնա, վերջ, գնա։ Չես ստացել SMS, գնա, վերջ։ Հեռախոսային կախվածությանն է նվիրված մեր հաջորդ տեսանյութը։ Յանեք ինչ կախված ենք, հիմա տենց էլ բաժանվում ենք էլ տենց, բավա, հա։ Ընդամենը 15 տարի առաջ շատերիս կյանքը առանց հեռախոսի էր, հեռախոս ու հեռախոսահամար ունենալն էլ բավական թանկաճույք։ Ընդամենը 15 տարի անց հեռախոս ունենալը անհրաժեշտություն է, մի քանիսն ունենալը երբեմն պարտադիր։ Ժամադրվել առանց հեռախոս, սրճել կամ աշխատել անհրաժեշտությունից մինչև նորաձևություն։ Հեռախոս ունենալն այսօր պարտադիր է, այնքան պարտադիր, որ այդ հարցը հուզել է բժիշկներին ու գիտնականներին ու ծնվել է նոր հիվանդություն՝ նոմոֆոբիա, վախ առանց հեռախոսի կամ հեռախոսը կորցնելու վախ։ Բարև ձեզ, պատկերացնում եք կյանքն ու օրը առանց հեռախոսի։ Ոչ։ Կյանք առանց հեռախոս։ Չէ երևի։ Չէ, չեմ պատկերացնում, ես ոչ չեմ պատկերացնում։ Առանց հեռախոս կյանքը իհարկե լավ կլինի։ Ջահելությունը դուրս կգա մի քիչ հեռախոսից։ Կապնված ենք հեռախոսի հետ, ոնց որ մեր անբաժան մասն է կլինի։ Հեռախոսը շատ օգտակար բան է։ Գործի բերումով անընդհատ ձեռքիս է։
Դեռ 2013 թվականին ՄԱԿ-ը զեկույց հրապարակեց բջջային հեռախոս ունեցողների թիվը գերազանցում է զուգարան ունեցող մարդկանց թվին։ 7 միլիարդ մարդկանցից 6 միլիարդն ունի բջջային հեռախոս, սակայն միայն 4.5 միլիարդ մարդ է ապրում առնվազն նվազագույն սանիտարահիգիենիկ պայմաններում։ Իսկ Ճապոնիայում օրինակ արդեն բջջային հեռախոսների 90%-ն արտադրվում է ջրակայուն կորպուսով, քանի որ ճապոնացիները չեն կարողանում հեռախոսից բաժանվել նույնիսկ լոգարանում։ Արթնանում եմ, մի հատ հեռախոս եմ մտնում, Facebook եմ մտնում, հետո նոր մնացածը շարունակվում է առօրյան։ Հեռախոսը, որ մոռանաք տանը, հետ կգնաք թե չէ։ Հա, իհարկե կգնամ։ Կարող շատ պետք է ընթացքում, կարևոր զանգեր լինեն, որպեսզի պատասխանը զանգել։ Երևի կգնամ, հետ կգնամ, կվերցնեմ անպայման։ Չգիտեմ, մի տեսակ անսովոր իրավիճակ է լինում։ Չէ, ես հաստատ չեմ դիմանա առանց հեռախոսի։ Արդեն կախվածություն է առաջացել։ Իսկ ամեն ինչ սկսվեց 1973 թվականին Մոտորոլա ստեղծողի կողմից, երբ հնչեց առաջին բջջային հեռախոսազանգը։ Իսկ առաջին բջջային հեռախոսները վաճառքի են հանվել ԱՄՆ-ում 1983 թվականին, որոնց արժեքը կազմել է $4000։ Ոչ առաջինը, բայց լավագույնը՝ Nokia 1101։ 2003 թվականին դրա արտադրման պահից վաճառվել է ավելի քան 250 միլիոն օրինակ, ինչը ռեկորդային է համարվում, սակայն այդ մոդելն այժմ այլևս չի արտադրվում։ Իսկ Apple-ի ամենաշատ վաճառված հեռախոսը iPhone 5-ն է, որն այդ ցուցակում ընդամենը 15-րդն է։ Հետո ինչ-որ եղել են դեպքեր, երբ Apple-ը մեկ օրում վաճառել է 340,000 iPhone։ Ու մինչ հեռախոսները վաճառվում են օր-օրի ավելի շատ, գիտնականները շարունակում են զգուշացնել. բջջային հեռախոսների վրա մանրեները 18 անգամ ավելի շատ են, քան զուգարանի բռնակներին։ Բջջային հեռախոսների առաջացրած ռադիացիան կարող է առաջացնել անքնություն ու գլխացավեր։ Իզուր չէ, որ այսօր Ֆինլանդիայում նոր պաշտոնական մարզաձև են հնարել բջջային հեռախոսներ նետելը։ Իսկ դուք կարող եք նրանց նման, թե? Եթե դուք մոռացել եք հեռախոսը տանը ու ձեր օրը համարում եք փչացած, իսկ գործերն էլ ձախընթաց, եթե ձեր տեղը չեք գտնում, երբ շուկայում հայտնվել է հեռախոսի նոր մոդել եւ պատրաստ եք ամեն գնով ձեռք բերել այն, եւ եթե ձեր օրը սկսվում է ոչ թե անուշաբույր սուրճով, այլ սմարթֆոնը քչփորելով, ուրեմն դուք արդեն 21-րդ դարի իսկական ներկայացուցիչ եք տեխնոլոգիական կախվածությամբ։ Եվ սա այն դեպքերից է, որ սերային բաժանումն ու ազգային պատկանելիությունը ոչ մի կապ չունեն, կապ ապահովողը դարաշրջանն է, 21-րդ դարը։ Իրինամ Կրչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտաշանթում։ Նոր այս մարդուն որ տեսա ու հեռախոսը ականջին գնում եմ, մի դեպք հիշեցի, երբեք չեմ ասել մարդկանց, ովքեր որ շատ բարձր գոռալով փողոցում խոսում են հեռախոսում, իրաց թվում է թե մարդ չի լսում եւ լսում է մենակ նա ու հետ նա խոսում է, ոնց կլինի այդպես։ Ամոթ չի։ Գովազ մեր եթերում։ Լավ անի։ Առաջարկում ենք զբոսնել։ Քանի որ մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, առաջարկում ենք միասին, առանց ճամպրուկների, առանց վիզաների, տոմսերի, ինքնաթիռի, միասին գնալ Վենետիկ։ Գնանք մի քիչ գոնդոլ քշենք, այո։ Երկրագնդի ամենաճանաչելի քաղաքներից մեկը, հոգեթով գեղեցկություն, որ սրտեր է գրավում, հեքիաթային նավ քաղաք Իտալիայում, Վենետիկ, քաղաք հրաշալիքի մասին հաջորդ թիվ։ Իտալիայի ալիքվող գեղեցկությունը, քաղաք զարդատուփ, անվերջ գերող ու երազային, Վենետիկ։ Քաղաք, որը կյանքում գոնե մեկ անգամ տեսնել է պետք, մեքենաներից զերծ փողոցներ, հինավուրց նրբանցքներ, ջրի միջից վեր խոյացող մինչև 7 հարկանի կառույցներ, քանդակազարդ պալատներ ու տաճարներ եւ անծայր թվացող ջրանցքներ։ Ծովափնյա քաղաքը լեգենդի համաձայն հիմնադրվել է 421 թվականի մարտի 25-ին։ Ամեն տարի հենց այդ օրն էլ վենետիկցիները մեծ շուքով տոնում են լողացող քաղաքի տարեդարձը։
Չքնաղ քաղաքն իր պատմության ընթացքում ունեցել է 120 ղեկավար, որոնց կոչում էին դոժ։ Նրանց իշխանությունն ավարտվեց 1797 թվականին։ Իր չնաշխարհիկ հմայքի բարենպաստ դիրքի պատճառով հաճախ է դարձել ցանկալի պատառ ու հայտնվել պատերազմական իրավիճակներում։ Նապոլեոնական պատերազմներից հետո Ավստրիայի տիրապետության տակ գտնվող Վենետիկը 1866 թվականին հռչակվում է Իտալիայի տարածքի մի մասը։ Վենետիկի հին շենքերի վրա կարելի է հանդիպել քաղաքի հովանավոր առյուծանման Սուրբ Մարկոսին, ձեռքին գիրք։ Փակ գիրքը վկայում է, որ շենքը կառուցվել է պատերազմական ժամանակաշրջանում, իսկ բաց գիրքը խաղաղ։ Չքնաղ քաղաքը սփռված է Ադրիատիկ ծովի Վենետիկյան ծովածոցում, 118 կղզյակ, 150 ջրանցք եւ վտակ, ու 400 հին ու նոր կամուրջ, որոնք էլ հենց միմյանց են կապում հեքիաթային քաղաքի մեծ ու փոքր կղզյակները։ Քաղաքի խորհրդանիշը, ոճն ու շունչը համարվող գոնդոլները կարող են վարել միայն 425 մարդ 280,000 բնակիչներից։ Հատուկ դասընթացներ անցած գոնդոլավարների թիվը երբեք չի փոխվում։ Նրանք գիտեն քաղաքի պատմությունն ու տիրապետում են մի քանի լեզվի։ Իսկ 11 մետր երկարությամբ խորհրդանշական գոնդոլները, որոնք պատրաստվում են հատուկ փայտից, կշռում են 350 կիլոգրամ եւ կարող են տեղափոխել միաժամանակ 6 մարդ։ Աշխարհի ամենահին կամուրջներից մեկը եւ հնագույնը Վենետիկում Ռիալտո։ Վենետիկի մեծ ջրանցքի առաջին եւ ամենահին կամուրջը Ռիալտոն սահմանաբաժան է Սան Մարկոյի եւ Սան Պաոլոյի շրջանների միջև, այն գտնվում է Ռիալտո թաղամասում։ Հենց նույն վայրում առաջին կամուրջը կառուցվել է դեռևս 1181 թվականին։ Կամուրջը քարից վերակառուցելու համար 1551 թվականից ի վեր դիտարկվել են մի քանի նախագծեր։ Վարկածների համաձայն կամուրջի հեղինակավոր ճարտարապետների շարքում է եղել նաև Միքելանջելոն։ 1588-ից 1591 թվականներին կառուցված ներկայիս միակամար կամուրջի ճարտարապետն է Անտոնիո դա Պոնտեն։ Արվեստագետների ու լուսանկարիչների ոգեշնչման աղբյուր համարվող Ռիալտոյի երկարությունը 28 մետր է, իսկ առավելագույն բարձրությունը 7.5 մետր։ Կամուրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ, յուրաքանչյուր կողմում 12 հատ։ Վենետիկի ջրային զարկերակը, մեծ ջրանցք կամ Գրանդ կանալ։ Քաղաք նավահանգստի գլխավոր երթուղին համարվող մեծ ջրանցքն անցնում է քաղաքի ամբողջ տարածքով։ Նրա երկարությունը 3800 մետր է, իսկ խորությունը 5 մետր։ Այն գրեթե չունի ափեր, փոխարենը շինություններ են, որոնք կառուցված են ցցագերանների վրա, 2 ելքով, 1 դեպի փողոց, 1 դեպի ջրանցք։ Մեծ ջրանցքը խոստանում է հուզիչ ուղևորություն եւ անմոռանալի տպավորությունների մի ամբողջ փունջ։ Հենց Գրանդ կանալի մոտ են կառուցված Վենետիկի ամենագեղեցիկ եւ շքեղ կառույցները՝ 100 պալատ, այդ իսկ պատճառով այն հաճախ անվանում են ջրանցք պալատ։ Մեծ ջրանցքի վրա տեղակայված ամենահայտնի ու ամենաչքնաղ ճարտարապետական գլուխգործոցներից մեկը Սանտա Մարիա դելլա Սալյուտե տաճարն է։ Քանդակազարդ ու շքեղ կառույցի հիմնաքարը դրվել է 1630-ական թվականներին 100,000 կյանք խլած ժանտախտից փրկվելու պատվին։ Տաճարը սրբագործվել է կես դար տևած շինարարությունից հետո 1681 թվականին։ Տաճարի մուտքը զարդարված է հաղթական կամարներով, իսկ ճակատային մասը Միքայել հրեշտակապետի քանդակներով։ Նավ քաղաքի հանրահայտ կառույցներից մեկը ձեռակերտ հրաշալիք իտալական ճարտարապետության նրբագեղ ոճով դոժերի պալատ։ Նախկինում Վենետիկյան հանրապետության ղեկավար դոժերի նստավայրն էր, որը կառուցվել է 1309-ից 1424 թվականների ընթացքում։ Այն դարերի վեր բարեկարգվել, ընդլայնվել եւ փոփոխությունների է ենթարկվել։ 1577 թվականին պալատը մեծապես տուժում է մեծ հրդեհից։ Որոշվում է այն կրկին վերականգնել նախկին գոթական ոճով։ Գործը գլուխ է բերում Անտոնիո դե Պոնտին, Ռեալտոյի կամրջի հեղինակը։ Դոժերի պալատի ամենահայտնի սրահներից է Մեծ խորհրդի դահլիճը, ամենամեծը ամբողջ Իտալիայում։ Սրահի լայնությունը 25 մետր է, բարձրությունը 15 մետր։
իսկ երկարությունը 54 մետր։ Հրդեհից հետո կիսաքանդ այս դահլիճը եւս վերականգնվել է Անտոնիո դե Պոնտիի շնորհիվ։ Դահլիճի առջև պատվանդանի վրա տեղադրված է դոժի գահը։ Պատը զարդարում է աշխարհի ամենամեծ որմնանկարներից մեկը՝ դրախտը։ Քարտեզի դահլիճի պատերը զարդարված են քարտեզների որմնանկարներով, իսկ զարմանահրաշ ցուցանմուշները 17-րդ դարի երկու հսկայական գլոբուսներն են։ Պալատական ջրանցքի վրա կառուցված է Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկը՝ Հառաչանքների կամուրջը, որը նոր բանտերը կապել է Դոժերի պալատի դատարանին։ Անունն առաջացել է կամրջակով անցնող բանտարկյալների հառաչանքներից, որոնք վերջին անգամ տխուր հոգոցներով նայել են չքնաղ Վենետիկին։ Ավելի արագ չի բաբախում Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց, ուրեմն նա ընդհանրապես սիրտ չունի։ Ֆրանսիացի ճանապարհորդի այս խոսքերը հասկանալու համար բավական է մի պահ կանգ առնել Մարմարակերտ տաճարի առջև եւ սիրտը միանգամից զգացնել կտա։ Սուրբ Մարկոսի տաճարը գտնվում է Վենետիկի կենտրոնական հրապարակում Դոժերի պալատի հարևանությամբ։ Վենետիկցի նավագնացները Սուրբ Մարկոսի մասունքները սրբապղծումից փրկել ու Եգիպտոսից գաղտնի տեղափոխել էին Վենետիկ։ Սրբի մասունքները պահպանելու նպատակով էլ հենց այս նույն վայրում եկեղեցի կառուցվեց դեռևս 828 թվականին։ Այդ օրից ի վեր Սուրբ Մարկոսը համարվեց Վենետիկի երկնային հովանավորը, իսկ նրա նշանը թևավոր առյուծը քաղաքի խորհրդանիշը։ Բյուզանդական, գոթական եւ հռոմեական ոճերով կառուցված տաճարի շինարարությունը սկսվել է 1063 թվականին։ Խաչաձև հնգագմբեթ տաճարը կառուցվել է Կոստանդնուպոլսի Սուրբ Առաքելոց եկեղեցու նմանությամբ։ Կառուցման աշխատանքները տևել են շուրջ 30 տարի, իսկ հետագա դարերում պարբերաբար ընդլայնվել ու ել ավելի գեղեցկացել է։ Խաչակրած արշավանքների ժամանակ Կոստանդնուպոլսի թալանից հետո տաճար են բերվել արվեստի անգին նմուշներ։ Տաճարի ներսում անզուգական խճանկարները զբաղեցնում են մոտ 4000 քառակուսի մետր տարածք։ Ունի գրադարան, թանգարան, գանձարան։ Սուրբ Մարկոսի տաճարի երկարությունը 76.5 մետր է, իսկ բարձրությունը 43 մետր։ Ահա այսպիսի սքանչելի իտալական քաղաք՝ Վենետիկ։ Ոնց ապրենք առանց ձեզ, արդեն հաղորդում բրծավ։ Հա, իսկ ես դեռ Վենետիկի մասին էի մտածում։ Դե ինչ սիրելի հեռուստադիտող, այսօրվա համար այսքանը, ձեզ ցանկանում ենք զով շաբաթ, ոչ միայն զով երկու շաբթի, խոստանում ենք տեսնվել վաղը, նույնքան ուրախ եւ պայծառ տրամադրությամբ։ Ես վաղը եթերի չեմ։